Ռուբենը մեզ միացավ, չդիմացակ պաստորեն հասնեիք տուն։ Չէ, չդիմացա, բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև։ Ասեցի ավտոլայվի ռեժիմով սկսեմ, ինձ Մենք դες սովոր ենք, Ռուբեն ջան, այնպես որ այս տեսարանը մեզ վայրի չի, որ դուք վարում եք, ուղղակի կոմենտներում միշտ գրում են Ռուբեն ջան զգուշ վարելուց մի խոսի։ Ես ասեմ, որ ես հայտնի եմ որպես շատ վատ քշող։ Oh my god, մի ասեք ինձ։ Եվ չէ, բայց այտենց թութու ոնց որ թե մինչև հիմա վատ բան է, բայց արդեն հասա օֆիսի Կարծում եմ ժամը այնքան է տրաֆիկով չի, չէ, Ռուբեն ջան։ Չէ, այստեղ ժամերին այստեղ հանգիստ է։ Ասածս էն է, որ մի ֆիլմ կա, որում ես հետաքրքիր ձևով այնց ստացվեց, որ նկարվել եմ, փոքր դրվագ եւ ռեժիսորին խնդրեցի ընկերոջս Մհերին Մկրտչյան, ասացի մտցրու էլի, որ ես ավտոքշել չգիտեմ, որտեղ պետք է ավտոքշեի։ Եվ այդ կադրը նկարել էր, վերջում հանել էր Մհերը։ Հիմա դրա համար ուզում եմ ասեմ, այս եթերը օգտագործելով ասեմ, որ ես ավտոքշելուց այնքան էլ լավ չեմ, չնայած ավտոլայվի ռեժիմով հաճախ եմ շփվում։ Ես արդեն հասա գրասենյակ։ Արդեն հասա գրասենյակ, շատ լավ։ Բայց կարող ենք արդեն խոսել, հիմա երևի մի րոպեից վերևում կլինի։ Արշակ Սրբազանի գործով նիստներ։ Հա, լուսավորություն կլինի, Ռուբեն ջան, ուզում ենք լուսավորություն էլ կլինի, հա, ամեն ինչ լավ է։ Սկոֆեր, բամբաներ կան։ Արշակ Սրբազանի նիստներ, ես ուզում եմ նախ ներողություն խնդրեմ Անի ջան քեզնից եւ նաեւ մարդկանցից, որոնք սպասում էին, որը երկար տևեց, էլի մեր այսօրվա թեմայի շրջանակներում է այս հերթական մեր ձայնը գնաց։ Ահա, հիմա լավ է։ Ինտերնետը նորմալ է, հա, ոնց որ այդ տարածքում։ Հա, չէ, շատ նորմալ է, մի վարքյան։ Ես տեղավորում եմ Ռուբեն ջան, փաստորեն ուշ ժամերի նիստեր եք ունենում այս ժամերին։ Դե այդ է ուզում բացատրեի, հա, այդ է ուզում բացատրեի, որ ահա, մի վարքյան չհասրեցի, մի հատ բան ունեի, ստիքում է, բայց գրքով կդնեմ, մի վարքյան։ Ժամը, եթե կալանքի միջնորդություն է լինում, այսպես լինում է, էլի, սովորաբար, մի վարքյան։ Փաստորեն ինքը նորմալ աշխատանքային ժամ է համարվում։ Ուրեմն կալանքի միջնորդությունները համարվում են հրատապ, Դա դու ասա ոնց է, նորմալ է։ Ընտիր, հա, ես սենց էի պատկերացնում, որ լինի գոնե լուսավոր ու անպայման ժալյուզին հետևից Հիմա Ահա, էտա։ Փաստորեն նորմալ պրոցես է, երբ որ սենց ուշ է լինում ձեր կյանքում, ձեր մասնագիտության մեջ։ Սովորաբար դա լինում է կալանքի միջնորդությունների դեպքում։ Հիմա նորից ասեմ, Արշակ Սրբազանին դեկտեմբերի 4-ին այդ շատ շինց ու գործով ձերբակալել են, երևի տեղակ են մեր ունկնդիրները եւ 2 ամսվա առավելագույնը 2 ամիս կարող է լինել, կարող են երկարացնել։ Հիմա երկարացման միջնորդություններ ներկայացրել եւ այդ դեպքում, քանի որ սա արտահերթ նիստ է, դատավորներն էլ չեն կարող նախապես ծրագրել, սովորաբար աշխատանքային ժամից հետո են լինում, այսինքն սա ոչ թե բացառություն է, այլ սովորաբար կալանքի գործերը հենց լինում են աշխատանքային ժամից հետո։ Շատ լավ, եւ փաստորեն եղավ վիրդիկտ, թե չէ, երկարացում։ Վաղը 11:30, այսինքն ձեր ժամով այսօր արդեն գիշերը 11:30, Երևանի ժամով վաղը 11:30, բավական երկար տևեց, ես կարծում էի կարճ ավելի տևելու, բայց ժամը 6:30-ից մինչև կարելի ասել 10:30 մոտարապես նիստը տևեց։ 4 ժամ։ 4 ժամ տևել է նիստը։ Արսեն Բաբայանն է իմ գործընկեր, ես Սերգեյ Հարությունյանը, Հովհաննես Խուդոյանը, մենք շատ էինք, նաև ինչ որ առումով այդ տևողությունը նրանով էր, որ մենք շատ էինք եւ կարծում եմ, որ դե հա, բոլորս ենք ինչ որտեղ ամեն մեկս մեր չափով։ Այս նիստերը դռնփակ են լինում, էսա։ Հիմա կարող ենք, քանի որ ես առաջին անգամ եմ Instagram-ում, հա, հենա ոնց որ թե
ստացվեց ինչ որ Շատ լավ է, հեսա կզգաք ինքը շատ հետաքրքիր լավ կոմենտներ են գրում, մարդիկ մասնակցում են։ Ռուբեն ջան, նախ ուզում եմ ձեզ ներկայացնեք ով եք դուք եւ ամերիկական ֆիլմերում միշտ հարցնում են, ինչի օրինակ պապատ որոշեց իրավաբան կամ փոլիս դառնա, ասում են, որովհետեւ ինքը ուզում էր պաշտպաներ մարդկանց թույլերին։ օ Հիմա հիմա մենք ենք ձեզ ու այդ սա ռուսերեն է այդ տեքստերը, չգիտես ինչու, հա որովհետեւ մենք ռուսերեն ենք նայում։ Եվ ինչու որոշեցիք եւ ներկայացեք ով եք ձեր մասնագիտությունը, որ ես որոշ իրավապաշտպան եմ ես իրավապաշտպան եմ իրավաբան եմ իրավաբան եմ 97 թվականին շատ պատահաբար ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը մի քանի պատահականությունների շարք էր, այդպես չի որ ես ուզում եի իրավաբան դառնալ չգիտեմ դու այն ժամանակները կհիշես թե չէ Ես 96-ին դպրոցս ավարտել եմ։ Ես 97-ին եմ ավարտել եւ այդ են տարիներ, երբ որ Երևանի քաղաքապետը Վանո Սիրադեղյանն էր, վարչապետը նոր նշանակվել էր Ռոբերտ Քոչարյանը, ասենց հետաքրքիր քաղաքական վիճակ էր եւ այդ տարի բոլորը ասում են, նաեւ օբյեկտիվ թվերով, որ երևի ամենաարդար ընդունելության քննություններից մեկն է անցել։ Մեր ֆակուլտետում իրավաբանականում նախորդ տարի էլ, հաջորդ տարի էլ 58 թե 59 միավորներ 60-ից անցողիկը, մեր տարի 50։ Այդքան ավելի քիչ եւ մի խոսքով այնց ստացվեց որ բոլոր այդ պատահականությունները չասեմ, բայց ես շատ պատահական եմ հայտնվել իրավաբանական ֆակուլտետում, բայց հիմա շատ գոհ եմ, որ այդպես է ստացվել։ Ես էլ եմ ավարտել իրավաբանական, բայց ոչ պատահական, այլ զորով, չեմ ուզում խոսեմ այդ տարիների մասին ծնողներիս ցանկությամբ, իմս կոոպերատիվ ինչ որ տենց այն ժամանակ Ինչ տարբերություն իրավաբանական իրավաբանական։ Այդ ժամանակ նաև կային այդ 90-ականների վերջում կային շատ կոոպերատիվներ նոր էին դուրս եկել, մոդա էր։ Ես ծնողներիս խաթեր համար սովորեցի եւ դիպլոմն էլ նվիրեցի իրենց, որովհետեւ ես գիտեի, որ ես կյանքիս մեջ երբեք չեմ էլ աշխատելու այդ ուղղությամբ, բայց կապ չունի, որ Շատ կներես, բայց դες չի որ կյանքը վերջացել է, ինչ իմանաս վաղը ինչ կլինի։ Այդ առումով եմ ասում, նույն շատ լավ բանապաշտպան լինելը, չէ՞ թույլերին ընդհանրապես օրենքի ինչի համար է թույլերին, որպեսզի պաշտպանես եւ ոչ թե ուժեղներին, որ զենք օգտագործեն իրենց ձեռքում, եթե դու իհարկե արդար դատավոր ես, նաեւ Աստվածաշնչում է, չէ՞ կա արդար դատավորի մասին պատմություն եւ ես համոզված եմ եւ հավատում եմ, որ դուք արդարներից եք, ինչու, որովհետեւ պատկանում եք առաքելական եկեղեցուն, եթե այդ պահը չլիներ, միգուցե ինձ մոտ լիներ, չգիտեմ, անվստահություն, բայց գիտեմ, որ շատ ակտիվ եք թե եկեղեցու կյանքում եւ գիտեմ, որ դասախոսություններ, մի քիչ դրա մասին էլ կասեք, որ ձեզ ավելի մոտիկից ծանոթանանք։ Լավ, ես ասեմ, որ 97 հասանք, սովորել եմ, ավարտել եմ մեր ֆակուլտետը, շատ փոքր տարիքում սկսել եմ դասավանդել, 2003-ից սկսել եմ դասավանդել, 21 տարեկան էի ժամանակ, արդեն ասպիրանտուրա ընդունվեցի, երբ մեր դեկանը, Ընկեր Ղազնյանը, տենց պարոն չեմ կարող ասեմ էլի, մի անգամից ինձ վստահեց, որ լսարան մտնեմ, հետո շատ տարիներ անց ինչ էի ուսուցանում, որ իրավապահ մարմիններ, քրեական դատավարության մասնագետ եմ ես, կոնկրետ իրավապահ մարմիններ դասընթացներ, հետո շատ տարիներ անց արդեն վերածանոթացա կնոջս հետ, իմ առաջին տարվա ուսանողն ա եղել կինս, դե իհարկե շփում չենք ունեցել, բայց հետո մի շատ հետաքրքիր պատահարով դատական դպրոց կար ժամանակին այնտեղ դասավանդում էի եւ կինս էլ այն ժամանակ դատավորի օգնական էր, ժամանակ կինս չէր, Աննան։ Եվ տենց ուշացումով եկավ դասի։ Ես էլ ասեցի Աննա Փիլոսյան, ինչ եք ուշանում, նստեք, եկեք բոլորը զարմացած ոնց եք հիշում իմ անուն ազգանունը, բան։ Ասեցի դե իմ առաջի տարվա ուսանողն եք եղել, դրա համար էլ հիշում եմ։ Եկել մեկը ընդեղ նստած, բա ես էլ եմ առաջի տարվա ուսանող եղել, ինձ ինչի չէի հիշում, բա ասենց բռնվեցի, էլի։ Հա, ինչ հետաքրքիր պատմություն է, հա, փաստորեն ձեր մասնագիտությունն էլ հենց եղել է պատճառ, որ ծանոթացել եք ձեր կնոջ հետ։ Հա, այդ մասով մնացած մասով ես COVID-ի ժամանակներից սկսեցի հետաքրքրվել մեր իրավունքի պատմությամբ։
Եվ հիմա ավարտին եմ հասցնում, իրականում կարելի ասել համարյա ավարտել եմ, ոնց են ասում, էշը կերել եմ, պոչնա մնացել։ Մխիթար Գոշի դատաստանագրքի հետ կապված աշխատություն եւ համաձայն եմ, որ մեր նկատի ունեք այդքան հին գնացել եք պատմություն եք բախր պետք է այդտեղից, Հա, բախր հա, պետք է այդտեղից սկսել։ Մենք որպեսզի մեր լավ ճանաչենք, մենք պետք է մեր իրավունքի հուշարձանները լավ ճանաչենք, որտեղ մենք բոլորս Մխիթար Գոշ տենց ասում ենք, բայց լավ չենք պատկերացնում։ Այդ մարդը ինչ է փորձել անել, ինչն է ստացվել, ինչը չի ստացվել։ Այսինքն ես սիրում եմ նաև իրավունքի ակունքներին գնալ եւ հետաքրքիր ձևով Մխիթար Գոշը ուսումնասիրելով անկախ իզնից եկա իրավունքի աստվածաշնչյան հիմքերին։ Գոշից հետո եք եկել։ Հա, ոչ թե Գոշից հետո, այլ Գոշի միջոցով։ Որովհետեւ Մխիթար Գոշը ամբողջությամբ աստվածաբան է եղել, այսինքն իր ցանկացած մոտեցում պետք է աստվածաբանական դիրքերից նայել։ Մեծ շատ փոքր օրինակ ինքը ասում է շատ փոքր օրինակ, վկայություն չեն կարող տալ մաքսավորները եւ մեղավորները։ Հիմա նայում եմ սովետական շրջանի վերլուծությունները, ասում են տամոժեննիկների չեն կարող ցուցմունք տալ, ինչի՞ է այդպես բան մտավ, բայց դա բացարձակ կապ չունի տամոժեննիկի հետ։ Մաքսավորներ եւ մեղավորներ դա մաքուր աստվածաշնչյան արտահայտություն է, որը վերաբերում է անիրավ պետական ծառայողներին, էլի, անիրավ պաշտոնյաներին, որոնցից ցավոք սրտի մեր մոտ շատա, ձեր մոտ չգիտեմ ինչքան են, էլի։ Եվ այս մի փոքր օրինակ էր ցույց տալու համար, որ մարդուն կարող ես հասկանալ իր կոնտեքստում։ Եթե մարդը նույնը հենց Աստվածաշնչում մենք որ սերտում ենք Աստվածաշունչը, եթե մեր սրբերը չլինեն, մեկնությունները մեր սրբերի, մենք չենք հասկանում Քրիստոս ինչի մասին է խոսում, չէ՞, առակի մեջ։ Մենք շատ անգամ բառացի ենք հասկանում, բայց տեսեք ինչ լավ է, որ դուք հասկացել եք Աստվածաշնչում, որ մաքսավորը փաստորեն այդ կոպիտ ասած պետական աշխատողը, որ մաքուր ձեռք չունի, իր մասին է խոսքը, բայց երբ որ դու հա չգիտես Աստվածաշունչը ինչի մասին է, մեկնություններին ծանոթ չես մեր սրբերի, որոնք հրաշք են, այդ դեպքում դու կարդում ես աղանդավորի նման բառացի, ոնց գրած է, օքեյ, մաքսավոր, ուրեմն մենակ տամոժնիկ, տամոժնի բանն է, էլի, թե ինչ կապ ունի։ Ինչքան Օրինակ, հետաքրքիր է։ փոքր օրինակ եմ ասում։ Ինչ վերաբերում է մեկնություններին, ես մի անգամ էլ լսեցի, որ անշուշտ մի անգամ չէ, երեք փորձեցի մի քիչ առաջ անցնել, տեսնել ես ինչ ֆորմատ է իրանից էս չգիտեմ ինչա ոդքասթա սրա անունը ինչ է ավելի շատ ուղիղ եթեր զրույցներ են, որտեղ podcast-ը իրար կողք ես նստում, եմ սիրուն, ունեմ միկրոֆոն, գիտես ինչ լավ միկրոֆոններ ունեմ, բայց հնարավորություն չունեմ ձեր հետ այդպես խոսելու։ Podcast-ը ավելի շատ իմ նեմին, որ դու հյուր ես գնում, երբ որ դու արդեն ներկա ես այդտեղ նույն ոնց որ whatever, ամեն դեպքում ուզում եմ ասեմ այս ձևաչափը զրույցը, հա։ Այո, սա զրույցը։ Մի փոքր լսեցի քո զրույցներից ու տեսա, որ հատուկ ուշադրություն ես դարձնում մեր եկեղեցու հայրերի մեկնություններին ավետարանների, էդ էլ ասեմ, Գոշի մասին էի խոսում, վերջի հոդվածս, մի քանի հոդված ունեմ հրատարակված, կիլիկյան մեկնիչների ազդեցությունն է Գոշի վրա։ Էդ էլ է հետաքրքիր, այսինքն փորձում եմ նաև տենց ինչի, որտեվ նույն Մխիթար Գոշի նկատմամբ հետաքրքրությունը նաև նրանով էր պայմանավորված, որ ասենք ադրբեջանցիները այսօր ասում են դա ինչ կապ ունի ձեր հետ։ Դա մեր աղվան մարդ է եղել, ձեր հետ կապ չունի, էլի, այտենց կեղծիք պատմության կեղծիքի հերթական դրսևորում։ Եվ մտածեցի հատկապես Կիլիկյան Հայաստանի հետ կապը տալու մասին, այն որ մի հատ պետք է հասկանալ այդ մարդը ինչ որ հաստատ ինչ որ բաներից օգտվել է։ Այնքան հետաքրքիր բաներ գտա այդտեղ, որ Փաստորեն դուք էլ որոշեցիք գնաք հետ, ինչի է ինձ հենց այս թեման շատ հետաքրքրում, որտեվ ես եղել եմ շատ օտարամոլ, գիտեք, լիբերալ, շպրոտի կերպարով եւ ընդհանրապես ինձ տենց լիքը արժեքներ չէին հետաքրքրում հայկական, մինչեւ որ ինձ մոտ եկավ ապաշխարությունը 4 տարի առաջ եւ ես գնացի առաքելական եկեղեցի, որպիսի դառնամ առաքելական եկեղեցու անդամ եւ առաջին գիրքը, որ ինձ տվեցին, գիտեք որն էր։ Պատմիչ Եղիշեի Վարդանանքը, լավ է։ Ու ես վերցնում եմ այդ գիրքը, որպես ինչ որ տենց պատմական գիրք ու հասկանում եմ, որ ոնց որ Աստվածաշնչի գլուխ կարդամ։ Որտեվ ես կարդացել էի ուրիշ Վարդանանք, վերջ ուն գրածնա է մյուսը, Պրոշյան։
չէ։ Դերենիկ Դեմիրճյանն էր, Դեմիրճան։ որ մեկն է, հա, Հա, Դեմիրճյանն հա, էր։ երևի ոնց որ թե դենիկ դեմ։ Ժողովուրդ, եթե սխալվում ենք, ասեք, ներողություն ենք խնդրում, չենք հիշում անունը։ So ես կարդացել էի իհարկե Վարդանանքը, բայց սովետի ժամանակվա ոնց որ այդ նորացվածը, հա, ոնց որ գրվել էր։ Պատմավեպ էր դա, Հա, պատմավեպ էր։ իսկ երբ որ Եղիշեինը կարդացի ու ես այդ գրքում տեսա Արցախի մասին ասում է եւ բանի իշխանների երեխաները փախան Արցախի անտառներ եւ այնտեղ սաղմոսներ էին երգում այդ վտանգի ժամանակ, դուք իմ աշխարհն ա փոխվել, երբ որ ես այդ 5-րդ որ դարա, 4-րդ 5-րդ դար Եղիշեն, հա, համարյա 400-ականներ, 5-րդ դար, չէ, 5-րդ Հա, դար։ հա, Դեմիրճան, հեսա, Նայերան գրեց, շնորհակալություն, Դերենիկ Դեմիրճան, հա։ Դեմիրճանին է։ Հա, Այսինքն ես մինչև չգնացի հետ, ես չկարողացա հասկանամ իմ ինքնությունը, անինով է, պապաս ինչի է պայքարել Արցախի համար, ընդհանրապես ես ինչ գործ ունեմ Ամերիկայում, հա, եւ ու նա սենց հատաշվել, չէ, հա, ճիշտ ու գիտեմ, ու չէ, հա։ լիքը ինչ որ հարցեր իմ մոտ առաջացան ու ես սկսեցի նաև մեր սրբերին կարդալ, ոնց որ դուք գոշին եք կարդացել, որտեվ ինչ որ իրավական բաներ եք փնտրել, հա, հիմքեր, կոպիտ ասած։ Չէ, Ես բայց էլ ուզեմ իրավականից հետո դուրը բացվում է, ուրիշ տեղ ես գնում, այդ Աստվածա, հետաքրքիր է, էլի։ բայց ասեք, որ յուրաքանչյուր հայի այդ ոսկե դարի նամանավանդ 1000 տարվա մեջ ընկած յուրաքանչյուր գիրք կարդալուց հետո դու մեկա գնում ես դեպի Աստվածաշունչ։ Չէ, ախր դա խուսափելի է, որտեվ ամբողջ մարդկային մտածողությունն է դրա տրամաբանության մեջ եւ դրա այդ ժամանակ դա է եղել մթնոլորտը։ Այն ջուրն է եղել, ոնց որ օվկիանոսում դու փնտրես ինչ որ մի տարածք, որը ջրից ջրազերծ կլինի։ Օվկիանոսում այդպիսի տարածք չկա։ Իսկ ինչի Օվկիանոսը անջատվեցինք, օրինակ ինչի, չէ որ այդ ջրի կարիք ունենք, ինչ էր, մոդեռն ենք, դա հինը, հետամնաց է, ես հասկացա, որ բացարձակ հետամնաց չի, ավելի առաջ են եղել, քան մենք հիմա, այ այդ անջատումը երևի թե թշնամին չէ աշխատեց այդ ուղղությամբ, որ անջատվեցինք այդ ջրից։ կդժվարանամ ասել, լավ հարց ես տալիս։ Դե առաջի հերթին sense պատմական առումով որ նայենք, դա ֆրանսիական հեղափոխությունն էր եւ իր բերած լիբերալ արժեքներ կոչվածը, որը որ կամած եկավ մտավ մեր մեջ, բայց ես չեմ ուզում տենց շատ միանշանակ ու կտրուկ գնահատականներ տալ, որովհետեւ ինչ որ խնդիրներ եղել են, որոնք որ հնարավոր չի եղել ներսից ամբողջությամբ հաղթահարել, տենց եւ հենց էսա հարցը էլի, որ համակարգերը ունենում են խնդիրներ միշտ։ Համակարգի խնդրեմը լուծելու երկու ձև կա։ Մեկը գլխացավը, եթե գլխացավ ես ունենում կամ կարած գլխացավի դեր խմես, կամ կարած գլուխը կտրես։ Հիմա իմ տպավորությունը այն է, որ ժամանակին մարդիկ որոշել են գլուխ կտրել, այլ ոչ թե գլխացավի դերի մասին մտածել էլի։ Եվ կարծում եմ, որ հենց նորից եթե գնաս Աստվածաշունչ, այնտեղ Քրիստոս ոնց որ թե չէր կտրում ոչ ոքի գլուխը, որտեղ ինքը բերեց կարեկցանք եւ ներողամտություն շանս տալու պահը, ու ես հենց այդ հարցն էի ձեզ ուզում տայի, որտեղ Ամերիկայում չկա ոնց որ թե։ Արդյոք օրենքի մեջ կա խիղճ։ Հայ օրենսդրության այդ գրքի մեջ ընդհանրապես խղճի, որտեղ Քրիստոս նաեւ ասեց այո, օրենքը պահեք, բայց համել ինքը կարեկցանք բերեց եւ ներողամտություն, այսինքն մենք մեղավոր էինք, բայց ինքը մեզ չսպանեց, որտեվ մեղքը մահ է, չէ՞, բերում։ Բայց այս դեպքում Քրիստոս ասեց ապաշխարեք եւ կներվեք, ու ուզում եմ հասկանամ արդյոք օրենքի մեջ, մեր մարդկային արդեն, հա, օրենքի մեջ կա խղճի այդ պահը փակագծերի մեջ, թե չէ։ Ես այդտեղ հարցը երկու մասի կբաժանեի։ Մենք օրենքի մասին խոսալուց ես սիրում եմ այդ արտահայտությունը, գրված օրենք եւ չգրված օրենք։ Ես այն կարծիքին եմ, որ այն պետական օրենքները, որ կան Ամերիկայում կա, Հայաստանում կա, ցանկացած երկրում կա, այդ օրենքները կարող են երկար եւ արդյունավետ աշխատել, եթե իրանք հիմնված են չգրված օրենքների վրա։ Այսինքն իրանք չեն հակասում արդարության սկզբունքին, չեն հակասում օրինակ աստվածաշնչյան կանոնը որն է, ուրիշին մի արային ինչ որ չես ուզում որ քեզ անեն։ Եթե այդ սկզբունքը չի պահվում, ասենք օրինակ, ինչ որ մեկը մյուրիշին վիրավորում է, պատասխան է ստանում, հետո վազում է հանցագործության մասին հաղորդում է տալիս, մարդկանց բռնում են օրինակ։ Դա արդարության սկզբունքին հակասում է, որտեղ մի արային ինչ որ չես ուզի որ քո նկատմամբ անեն եւ այլն։ Այսինքն այս երկու երևույթները պետական օրենքները։ Եվ ներողամտությունը անձնական հարաբերությունների մեջ որ չհասնի, չէ՞ այնտեղ։ Հա, բայց քրիստոնեական
էթիկան եւ պետական օրենքները դրանք մի հարթության մեջ դնելը ոչ միշտ է ստացվում։ Հայ քրիստոնեական էթիկան պետական օրենքների հիմքում պետքա դրված լինի, բայց դա ծայրահեղացնել էլ պետք չի։ Դրա օրինակ վառ օրինակը բանակի հարցն է։ Օրինակ քրիստոնեական կամ ոչ քրիստոնեական ինչ որ ուղղություններ կան, այդ թվում նաև աղանդավորական, որոնք ասում են Աստվածաշունչը կարդում ես, այնտեղ ասում են դե աչ այդին հարվածում են, ձախը դեմ տուր, մյուսը դեմ տուր, ուրեմն դա նշանակում է բանակ չպետքա լինի, զենք չենք կարող վերցնենք եւ այլն, դա տարածի մեկնաբանման արդյունքն է։ Բայց երբ որ դու ամբողջության մեջ ես դիտում, դու տեսնում ես, չէ, որ այդ արտահայտությունը պետքա կոնտեքստի մեջ հասկանալու, երևի թե այդ էլ քո ասած այն արտահայտություններին է, սա որը վերաբերում է, որ ասում ես բան պետքա հայրաբանական մեկնությունները նայել տեսնել մարդիկ ոնց են դա մեկնել ոչ թե Աղանդավոր մոտեցում է, ցավոք սրտի։ Հիմա այս նույն տրամաբանությամբ մենք նույն Աստվածաշնչում, նույն ավետարանում օրինակ տեսնում ենք Հիսուսին, որը որ բավական բարկացած է, եթե այդ բառը տեղին է ասել, մտնում տաճար եւ լումայափոխներին ու աղավնավաճառներին նախատում է, բավական խիստ է։ Այո, մենք տեսնում ենք, երբ որ Քրիստոսի դատի ժամանակ Քրիստոսին աչ այտին հարվածում են, ինքը ոչ թե ինքը այդ պահին ասում է բացատրություն է պահանջում, ասում է ինչի եք հարվածում։ Եթե սխալ բան եմ ասում, ասեք ինչն եմ սխալ ասում, եթե ճիշտ եմ ասում, ինչի եք հարվածում։ Այսինքն մենք տեսնում ենք, որ ցանկացած լավ օրինակ է, որ ցույց որ ցանկացած տեքստ պետքա համատեքստի մեջ մենք տեսնենք եւ ծայրահեղությունների մեջ չընկնենք եւ չդիտենք այո կարեկցանքը եւ այլն դրանք շատ կարեւոր հատկանիշներ են, բայց պետական համակարգը նաեւ պետքա որոշակի օբյեկտիվության բաղադրիչել ունենա։ Իդեպ Գոշը շատ ուղիղ նշում է իր մոտ, որ դատավորներ կարեկցանքին շատ մի տրվեք, որովհետեւ եթե մեկին կարեկցում ես, այն մյուսը կարող է տուժի։ Այստեղ արդարությունը կարեւոր է։ Ինչ հետաքրքիր է, իզուր չի փաստորեն։ Լավ, ուզում եմ մոտավորապես հասկացանք ինչի մասին է խոսքը, որ 100% յուրաքանչյուր սահմանադրություն ես կարծում եմ Աստվածաշնչից է վերցված, որովհետև դեռ դարեր առաջ Աստված տվեց Մովսեսին, չէ, պատվիրանները եւ ասեց սա մի արեք, որտեվ ձեզ վտանգի մեջ կգցեք, եթե այս մեղքերը գործեք։ Եվ փաստորեն այդ գաղափարը մեղք գործելու եւ մեղավոր լինելու եւ արդարանալու կարծում եմ գալիս է Աստվածաշնչից եւ հետո մարդկությունը վերցրեց եւ արդեն սարքեց սահմանադրություն եւ ընդունվեցին օրենքներ եւ բոլորը պարտավոր են պահեն այդ օրենքները։ Հիմա ես ուզում եմ գնանք Հայաստան։ Մենք բոլորս, եկանք Հայաստան, մենք այս երկրում, որտեղ որ ես եմ ապրում, ամեն կերպ փորձում են օրենքը պահեն մարդիկ, որովհետև գիտեն, որ եթե օրենքը չպահեն, ապա կպատժվեն, այստեղ ոչ ոք չի ուզում պատժվի, դրա համար մենք նույնիսկ եթե օրենքի հետ համաձայնել չենք, մենք միշտ օրենքը պահում ենք։ Այսինքն օրենքը վերաբերվում է բոլորին, ոնց հասկանում ենք, ամբողջ աշխարհում, թե Հայաստանում, թե Միացյալ Նահանգներում, օրենքը վերաբերվում է բոլորին եւ բոլորը պիտի պահեն, նույնիսկ այն մարդիկ, ովքեր ստեղծում են օրենքը կամ թարմացումներ են անում, իրենք էլ պիտի պահեն օրենքը։ Հիմա արդյոք այսօր մեր հայրենիքում օրենքը կարող սխալ եմ ձևակերպում հարցս, բայց սենց եմ տալիս։ Արդյոք օրենքը բոլորն են պահում, թե սելեկտիվ է, այսինքն ընտրված մարդիկ կարող են պահել օրենքը եւ ընտրված մարդիկ կարող են նաեւ չպահել օրենքը։ Այն ինչ վիճակ է այսօր մեր հայրենիքում։ Չէ, դե այստեղ մենք խնդիրները շատ ունենք եւ ամենամեծ խնդիրն է, որ այն մարմինները, եվրոպական կառույցներ եւ այլն, որ ժամանակի մի թեթև խնդիրներ լինում, բարձրաձայնում էին, իդեպս բացասական իմաստով սա չեմ ուզում ասել։ Ես նաեւ 2000 որթևին 11, չէ, 12-13 թվականին աշխատել եմ արդարադատության փոխնախարար որպես Հայաստանի, հետո արդարադատության ակադեմիայի ռեկտոր, հետո Արցախի մարդու իրավունքների երկրորդ պաշտպան մեր քաղաքացիներից մեկը առաջինն է գրել, առաջինը չէ, երկրորդն եմ եղել։ Եվ ես տեսել եմ, թե ինչպես է պետությունը, մեր պետությունը առաջ գնում, նաև գործընկերների հետ աշխատանքով, երբ որ մենք կամաց-կամաց մարդու իրավունքները ընդարձակում էինք, շատացնում էինք։ Օրինակ, մի հատ փոքր օրինակ ասեմ, մենք երկար մտածում ենք մեխանիզմ դնելու մասին, ինչը Ամերիկայում շատ սովորական բան է, բայց Հայաստանում սովորական չէր։ Բրասլետների մասին, որ մարդկանց անընդհատ չկալանավորեն։
այդ ոտին այդ ինչա բրասլետ ենք մենք ասում, ոչ պաշտոնապես, էլեկտրոնային սարք է։ Ինչ եք դուք ասում դրան իդեպ։ Որոնք որ ոդքին են կպցնում։ Հա, էլի է որ հսկողության սարք էլի որ բանը։ Մի խոսքով։ Մենք էլ ենք Որ տնային բրասլետ կալանք լինի, հա, ոչ, ինչքան հերո այնքան լավ։ Տնային կալանք լինի, այսպես ասած վարչական հսկողություն որ կալանք չլինի։ Մենք կռիվ ենք անում, օրենքներն ենք լավացնում։ Ես քրեական դատավարության օրենսգրքի աշխատանքային խմբի անդամ եմ։ Երկար ժամանակ դրսի հետ ենք աշխատում, ներսի հետ ենք աշխատում մարդկանց իրավունքները ընդարձակելու համար, որpիսի այլընտրանքները շատ լինեն, կալանքները քիչ լինեն։ Հիմա նայում ես թվերը, ես իմ մոտեցումները ինձ թվում է լսարանը, չգիտեմ, կոլոսարանը, լավ կարճ ասեմ, ես խիստ հակա նիկոլական մոտեցումներ ունեմ, ներկայիս իշխանությունների խիստ դեմ եմ, եւ հրապարակային է, երբեք այտենց Ինձ մոտ էլ ես էլ ինձ մոտ էլ հրապարակային եկեմ։ Բայց հիմա իմ ասածը չեմ ասում։ Մի հատ ամենը փորձեք, այլ հենց գաղափարով ես բան եմ ուզում ասեմ, մի հատ փորձեք տեսնել թվերը, կալանքի թվերը, այն բանից հետո երբ տնային կալանք ավելացավ, բրասլետ ավելացավ, կալանքի թվերը շատացան թե քչացան։ Կտրուկ շատացան։ Կտրուկ շատացել են։ Եվ դա արդեն ցույց է տալի, որտեղ ոչ միայն քաղաքական գործերին է վերաբերվում, այլև սովորական մարդկանց է վերաբերվում։ Իմ գնահատմամբ մեր երկրի վիճակը գնալով վատանում է։ Ես հիմա չեմ կարող ասել որ թվերի հետ կարելի է համեմատել, որովհետև նախկին ժամանակահատվածում վատ էր, բայց ամեն ամիս կամ ամեն տարի մի փոքր ավելի առաջ էին գնում։ Այսօր հետ են գնում։ Այսօր հետ են գնում։ Ինչն է պատճառը։ Փոփոխություններ չեն լինում, չեն լսում ձեր առաջարկները։ Ինչն է խնդիրը։ Այսինքն կտրելու մոդանա հիմա, ավելի շատ ուզում են տենց խնդրեմը կա, կտրենք, փակենք, թող գնա եւ լուծում չեն ուզում գտնել։ Լուծման համար ֆինանսներ է պետք։ Ինչն է խնդիրը։ Ինձ թվում է խնդիրը ամեն դեպքում ակունքում քաղաքական է, որովհետև եթե նախկինում իշխանությունները մի հատ թեթև սխալ բան էին անում, միանգամից քննադատության էին արժանանում, կարող է վարկ չտային, կարող է խնդիրներ լիներ։ Հիմա քանի որ Թուրքիայի հետ եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ Եվրոպայի սրտով են, այն խայտարակ process-ը, որ ներկայիս իշխանությունները իրականացնում են, հետեւաբար իրենք չեն քննադատում, այն այսօրվա նիստից ասեմ, էլի, ախր դա իրականում հիմա փորձեմ շատ պարզ ձևով ասել։ Դու գիտես Արշակ Սրբազանին ինչու են մեղադրում։ Արշակ Սրբազանին մեղադրում են, այստեղ շատ կարևոր է, իրացման նպատակով թմրանյութերի շրջանառության համար, իրացման նպատակով։ Այդ է հոդվածը։ Այդ որն է, այդ հոդվածը սովորաբար ում վրա է դրվում։ Օրինակ, այսպես ասած, դեղ ծրողների վրա։ Նույնիսկ եթե դու ինչ որ մեկը թմրանյութ է օգտագործում եւ հյուրասիրում է իր անկերոջը, դա էլ է իրացման նպատակ։ Իրացվեց հյուրասիրելով։ Բայց այդ հոդվածը հիմա տեսնենք Արշակ Սրբազանի իրանց նկարագրածը, որ ծայրից կեղծիք է, իրանց հոդվածը նրա մասին չի, որ Արշակ Սրբազանը ինչ որ մեկին շատ կներեք թմրանյութ է հյուրասիրում, կամ ինչ որտեղ այն զակլատկա են ասում, ինչ են ասում, տես ինչ են անում, որ տես դնում են Telegram-ով գնում են։ Մի խոսքով թմրանյութ չի, չգիտեմ ինչա դրա անունը, ծրում, հա։ Ոչ թե հետա գրած, որ այս ինչ օրը, այսինքն պարզը ոնց կարող է, այլ ասում է, երբ 2018-ին են խայտարակ խմբակը եկել դիվանատունը գրավել էր, Արշակ Սրբազանը կազմակերպել է, որ ինչ որ մեկի դրանց սունկայի մեջ թմրանյութ գցեն, որ ոստիկանություն են կանչել, ոստիկանությունը եկել բռնել է, որ խայտարակ կլնեն։ Այսինքն սարքել է այդ մեկի գլխին, որ նրան բռնել։ Հա, բայց ասածը սենա, որ դա իրացում չի, չէ։ Այսինքն դա ոչ միայն իրացում չի։ Իսկ գլխին սարքելը ինչա կոչվում հայերեն։ Գլխին սարքելու կարող դարիներ, ասենք, սուտ մատնություն, բայց սուտ մատնության համար պետք է ինչ-որ միտեղ այդ մարդը ինչ-որ բան գրած լինի։ Օդից անհայտ մարդու միջոցով անհայտ բան արել, այ մարդը չի լինում։ Բայց ասածը սենա, որ դաժե եթե իրանց արածը ճշմարիտ լիներ, իսկ իրանց ասածը բացարձակ ճշմարիտ չի։ Այդ անտեր հոդվածը եւ այս իրանց նկարագրած իրար вообще չեն բռնում։ Այսինքն դա ոչ թե իրացնել է, ինչ որ ոչ թե թմրանյութը ինչ որ մեկին տալ է, այլ ընդհակառակը թմրանյութը իրավապահին տալ է, կոպիտ ասած, չէ՞ որ այդ թմրանյութը գնալու էր հասնել իրավապահ մարմինների ձեռը։ Այսինքն մենք աբսուրդների
մենյուն մեծանում է։ Դաժե սենց խայտարակ բաներ են անում։ Կամ օրինակ որը ասեմ, որ տենց շատ տատիկների գործը, չգիտեմ, կհիշես թե չէ, այս տարվա մարտի Գյումրիի ընտրություններից էլի ես ներգրավեցի, ընտրակաշարք։ Իրանց այդ տատիկների ինչ որ տատիկներ են ձերբակալել։ Մեկ 90 տարեկան տատիկ են բռնել, լավ է, այդ չկալանավորություն, 75 տարեկան տատիկ էին ձերբակալել, 3 օր պահեցին, միայնակ կիներ։ Մի խոսքով, նայում ես մեղադրանքը նրա մասին է, որ այդ կինը ակնկալել է, որ տեխնացուներից ընդդիմադիր մեկը որ անցնի, իր ջրատարը քաշելու է։ Դա ընտրակաշարք է։ Այն դեպքում, երբ նույն օրերին նիկոլական տեխնացուն ինչ որ մի հատ ուրիշ տատիկ է ասում էր դու հանգիստ եղի, քեզ հեսա ինչքան ցախ է պետք, ասենք քեզ ցախ տան։ Այսինքն դա ոնց եղավ, նա ընտրակաշարք չի, սա ընտրակաշարք է։ Իսկ դա ինչ է համարվում, այդ օգնել, պրոստո օգնություն, լավության դիմաց։ Ես չեմ ուզում հիմա ասեմ, բայց եթե մեկը հանցանք, մյուսները հանցանք։ Եվ հակառակը։ Ես այն կարծիքին եմ, որ այսպիսի հարցերը, եթե հանցանք ենք համարում, ապա պետք է հանցանք համարենք օրինակ նաև, այն որ ինչ որ մեկը ուզում է որ մեկը հանցնի, որ ինքը պաշտոն ստանա։ Ինչ տարբերություն։ Ստեղ նկատություններ կան։ Ես կարծում եմ այն սպանությունները եւ այն իրավիճակը, որ շատ հաճախ այսօր լսում ենք մեր հայրենիքում, որ մնում են անպատիժ, հա, մարդիկ իսկականից հանցագործություն են գործում եւ մնում են անպատիժ եւ դրա մասին սկիչ են խոսում, ու մեկ էլ տեսնում ես այդ այնց ինչ որ տատիկների գործը դառնում է այտենց հայոց հարց, ու մտածում ես, ասում ես, բալա, այն պատմությունները, որ այտենց մութ վայրերում մարդիկ, ասենք, ինչքան շատ են այս վերջերս իրար սպանում ցավոք սրտի մեր հայրենիքում եւ այդ գործերի նկատմամբ սենց ուշադրություն չես նկատում, որ երկիրը շատ ամեն ինչ անում է, որ բացահայտվի ու ինչ որ տեսնում ես այդ ամեն ինչը քողարկվում է, իսկական հանցագործությունը ու մեկ էլ ինչ որ մի հատ թիթիզ մեկին կվերցնեն ու լուրերով ցույց կտան ու կասեն, որ սա հանցանք է եւ ամբողջ ժողովրդի ուշադրությունը գնում է դրա վրա եւ ուզում եմ հասկանամ լավ մինչև ուր է այս ամեն ինչը գնալու, որովհետև եթե առաջ ժողովրդի, ես ընդհանրապես միշտ սիրում եմ լսել ժողովրդին եւ ես խորհուրդ եմ տալի բոլոր քաղաքական գործիչներին, որ իրենց կապը չկտրեն ժողովրդից, նույնիսկ եթե ժողովուրդը սխալ է ասում, պիտի ժողովրդին լսես, բայց մեծ մասամբ ժողովուրդը ճիշտ ակնարկներ է անում, սկզբում ժողովուրդը դժգոհեր օրինակ կոնկրետ մեր հոգևոր այրերից, որ հարսանիքներին գումար են վերցնում, որ մեզ սոված են պահում, որ մենք հոգևոր սնունդ ստանանք, մոմ են վաճառում, ինչ որ սենց դժգոհություններ կար եւ փաստորեն իշխանությունը այս դժգոհություններից օգտվելով, այս թուլությունից օգտվելով, որ ժողովուրդը բարձրացնում էր, սկսեց ձերբակալել մեր հոգևորականների, բայց արի ու տես, որ մեղադրանքների մեջ չես տեսնում, որ մոմի համար է կամ չգիտեմ, այնտեղ հարսանիքի համար նվիրատվություն վերցնելու համար է։ Դու տեսնում ես խելահեղ ինչ որ տենց զրպարտանքներ ու ասենք հաստատ Միքայել Սրբազանին չեն բռնել, որովհետև ինքը ինչ որ կնունքից փող էր վերցրել, այլ այդ մարդուն ուղղակի խոսքի ազատության արգելք են դրել իր վրա, նույնն էլ Բագրատ Սրբազանին, որ էլի խեղճ մարդուն համարեցին, ասենք, չգիտեմ, ահաբեկիչ, բայց այնինչ այդպես չէ, այդ մարդիկ ուղղակի հայրենասեր են։ Ուզում եմ հասկանամ, այսօր մեր երկրում հայրենասեր լինելը ինչը հանցագործություն է։ Ասենք ես ուզում եմ, որ մենք Արցախը հետ բերենք, դա հանցագործություն է։ Պապաս դրա համար է զոհվել։ Ես ոնց կարամ, ասենք, պապայիս երազանքը անտեսեն։ Այս է ինձ ամբողջ հարցը։ Անի ջան, նայ, այստեղ կարևորը որ մարդիկ, եւ ոչ թե մեն Անի ջան, այլ մեր դիտողներին առաջի հերթին։ Տեսեք, ախր մի հատ տեսեք այս ներկայիս իշխանությունների քաղաքականությունը, որ բացահայտ է հիմա։ Արարատի հետ գործ չունեք, դա խալխի պետությունում է։ Լուրջ ջան, Արարատի գաղափարը դա ոչ միայն սարն է, այլ խորքային հազարամյակների գաղափարը։ Սա ինքնության հարց է։ Ոնց կարելի է այտենց ապականել ինքնությունը։ Եկեղեցին փորձում են ինքնությունը փոխեն մեր եւ դրանից մեկը, Այս չէ, այսինքն ակնհայտ է մարդիկ պետք է հասկանան եւ ցեղասպանության հարցը, հատկապես այնտեղ որտեղ որ դու ես գտնվում, շատ ավելի շատ են ցեղասպանության այո, դրա շատ լուրջ է, վերապաստերը։
Բոլորը ցեղասպանությունից են հին եկացածները, բոլորը ցեղասպանության զոհն են, որ Եվ եկել են Սփյուռքի նշանակում։ ձևավորման process-ում այդ ցեղասպանության գաղափարը եղել է, այսինքն ցեղասպանության ճանաչման, ցեղասպանության համար հատուցման եւ այլն եւ այլն։ Այս մարդը վերականում բացահայտ բաներ է խոսում, որը ցեղասպանությունը կասկածի տակ է դնում։ Լավ, պարզ չի, որ ինքը ուզում է այս եղած ազգից լրիվ նոր ազգ ստանալ։ Այս է ամբողջ հարցը։ Հիմա եթե մարդիկ ուզում են Գիտեք, վիրավոր չեն ուզում հայ լինեն, ով չեն ուզում հայ լինեն, պատերազմ պожалуйста։ Հա, Ռուբեն ջան, եւ կներեք, ընդհատեցի։ հա, Երբ որ դու ուզում ես փոփոխություններ մտցնես, հա, չգիտեմ, ինչ որ ժողովրդիդ ուզում ես փոխես ինքնություն, այն էլ ինքնությունը, որ դարերով եկած, արմատացած մարդկանց շատ հարազատ, շատ կարևոր արժեքներ է, հա, այդպես մի օրում չես կարող բռնես մարդու ինքնությունը փոխես։ Պլյուս այս ժողովուրդը իր ինքնության համար ընդամենը 6 տարի առաջ 5000 երիտասարդի տվեց, որպիսի պահի իր ինքնությունը։ Ու դու 6 տարի չես համբերում։ Ասենք, եթե փոփոխություններ, բարեփոխումներ ես ուզում, դու չես կարա 6 տարում, ասենք, չգիտեմ, բռնես ինչ որ մեկին, ով ունի ֆունդամենտալ գաղափարներ, բռնես այդ մարդուն փոխես։ Ինձ 46 տարի էր պետք, որ ես վերադառնայի մայր եկեղեցի։ Ես հիմա պատկերացնում եմ Աստված ինչքան համբերատար ինձ սпасել է, որպեսզի իմ մոտ ֆունդամենտալ փոփոխություններ ունեն ու Փառք Տիրոջը լավ փոփոխություն եղավ։ Բայց այսօր ինչ որ մեր իշխանությունն է անում, հակառակ փոփոխությունն է անում։ Այսինքն ես լիբերալ անին էի, դարձա ավելի մտերմացա ավելի Աստծուն եւ իմ ինքնությանը, սրանք ուզում են իմ հին ժողովրդին, ով որ գիտի իր ինքնությունը, հերացնեն ու տանեն սարքեն ինչ որ լիբերալ մի հատ զոմբի։ Ես չեմ հասկանում, ինչ են ուզում вообще իմ ժողովրդից եւ ինչի փոխել են ուզում։ ինչի են Փոխել ուզում են ուզում։ փոխել։ Այդ բարի Որովհետեւ, հենց սա է հարցը, որովհետեւ այդ քեզ առաջի գիրքը, որ Եղիշեի Վարդանակն են տվել, Վարդանանքի գաղափարի վրա մեծացած մարդը, այն որ հասկանում է, որ ինչ է նշանակում անznազողություն, հասկանում է, որ հավատ, քայրենի հող, հասկանում է, որ այն հացը չի էլի ամենակարևոր արժեքը, այսինքն դու պետք է արժեքների վրա հիմնվես, հասկանում է, որ իդեպ այս ամեն ինչը նես չի եղել, եկեղեցին մի քիչ ինչ, բայց այնքան էլ շատ կներես այս արտահայտությունը PR-ից ուժեղ չի, իրաց ինքնա PR-ից։ Այնպես բաներ ա մեր եկեղեցին ժամանակին էլ շշվում ես, ոչ թե 5-րդ դարում, այլ 4-րդ դարում դեռ մարդիկ ոչ թե դեռ արդեն 4-րդ դարում սրբադասել են հայրենիքի համար նահատակվածներին։ Այդ ժամանակ դա ուրիշ ոչ միտեղ ես չեմ պատկերացնում։ Հավատքի համար նահատակվածներին շատ էին սրբադասում, բայց հայրենիքի համար նահատակվածներին չէ։ Վաչե Մամիկոնյանի մասին է խոսքը, Վաչե դեռ մինչև Վարդանը 100 տարի Վարդանից առաջ։ Ոնց վերաբերում է 4-րդ դարին, ոչ թե 5-րդ դարին, եւ այն ժամանակ այդ 5-րդ դարում արդեն Եղիշեն Վասան հավատով Վասան Հայրենյաց էր ասում, դա արդեն միսուարիուս ստացած գաղափար էր դարձել։ Վաու, հենց հայրենիքի համար ոչ թե մենակ հավատքի, հա, այո, հավատքի համար։ Հենց սրբությունը, հա։ Հենց էս է, այսինքն մեր եկեղեցին, հենց մեր եկեղեցին, դա շատ շուտ ընկալեց, որ այս երկու գաղափարները պետքա նույն հարթության մեջ դիտել։ Եվ հավատքի համար նահատակվածները եւ հայրենիքի համար նահատակվածների նկատմամբ պատիվը եւ հարգանքը պետքա նույնական լինի։ Էդ է պատճառը, որ մենք այդպիսի մեծ ակնածանքով ենք վերաբերվում մեր նահատակներին, քո հայրիկը, որ նահատակներից մեկն է եղել, որը որ արյուն տվել, այսինքն այս մարդիկ հասկացել են, որ այս արժեքաբանությամբ դու չես կարող իրաց ուզած պրոդուկտը ստանալ։ Այսինքն ես ուզում, այսինքն Հայաստանի լավն ես ուզում։ Դու ոնց կարաս Հայաստանի ամենալավը վերացնելով ուզենաս Հայաստանի լավը։ Ես այդ եմ ուզում հասկանամ։ Եվ ընդհանրապես այստեղ լավ կոմենտ գրեցին, որ արդյոք մեզ ծանոթացրեք այն օրենքի հետ, որ արդյոք պետությունը իրավունք ունի խառնվի եկեղեցու այդ ներքին գործերի մեջ, որովհետև ես գիտեմ, որ եկեղեցին բացի որ պահում է երկրի օրենքը, օրինակ մեքենայով խախտումներ չի կարա անի հոգևորականը, հա, ոնց որ մենք բոլորս։ Բացի դրանից եկեղեցին ունի իր ներքին կանոնակարգը եւ այդ իրանց է վերաբերվում։ Արդյոք պետությունը, պետական մարմինները, հա, չգիտեմ, օրենքը պահող մարմինները իրավունք ունեն խառնվեն պետության իրանց այդ կանոնակարգի օրենքներին, որ ոչ ոք իրավունք չունի խառնվի։ Ինձ դա հետաքրքիր։
Այս լավ հարց է տալի, ես կուզենայի մի հատ ընդհանուր պատասխանել, մի քանի օրինակ բերեի եւ նաեւ Հայաստանի կոնկրետ իրավիճակի մասին խոսեի, որտեվ ժամ առ ժամ Հայաստանում կարող է ինչ-որ նոր բաներ տեղի ունենան։ Այն ինչ-որ տեղի ունեցավ օրինակ շաբաթ օրը։ Առաջինը, թե Հայաստանի Սահմանադրությունը, թե ցանկացած դեմոկրատական երկրի Սահմանադրություն պարտադիր ունի կանոն այն մասին, որ եկեղեցին եւ պետությունը, կրոնական կազմակերպությունները եւ պետությունը անջատ են։ Շատ կարևոր բան։ Դա չի նշանակում, որ եկեղեցականները, հոգևորականները կամ որևէ այլ կրոնական կազմակերպության ներկայացուցիչները չեն կարող քաղաքական process-ներին ներգրավեն։ Իդեպ, շատ կարևոր բան է։ Միաժամանակ դա ուղիղ նշանակում է, որ պետությունը չի կարող որպես ինստիտուտ խառնվի եկեղեցու ներքին գործերին, բայց եկեղեցականները, նորից ասեմ, անհատները որպես քաղաքացի ոչ մեկ նրանց որևէ իրավունքից չի զրկել։ Օրինակ, երբ որ դու նայում ես ԿՊԱ-կանների փաստարկները, ասում են, բա լավ էր, որ եկեղեցին զբաղվում էր քաղաքականությամբ։ Օրինակ, հավանաբար նկատի ունենալով Բագրատ Սրբազանի շարժումը, բան չէ, բայց մենք ուշադրություն դարձնենք մի շատ կարևոր բանի։ Բագրատ Սրբազանի շարժումը, երբ որ արդեն քաղաքական բովանդակություն ստացավ, Բագրատ Սրբազանի հանգամանքը կամ ինչպես իրավաբաններս են ասում, կարգավիճակը սառեցվեց, կասեցվեց։ Այսինքն Բագրատ Սրբազանը այլևս Տավուշի թեմի, չէ, Տավուշի թեմի առաջնորդ չէ, այդ հանգամանքի մասին է խոսքը։ Եվ հենց սա է հարցը։ Որպես քաղաքացի էր ներկայանում։ Ինքը հանդես էր գալիս որպես քաղաքացի, հայրենասեր քաղաքացի, տենց ինչ։ Այո, որպես հոգեշեր։ Ինքը պարզավոր որպես հոգևորական, ինքը չէր կարող ասել, լավ, այսօր ես արդեն հոգևորական չեմ, չէ, խնդիրը այն չի, որ կարգից մարդուն պետք է զրկել, չէ։ Դա կարգից զրկելու հիմք չի, բայց պաշտոնից զրկելու, պաշտոնը կասեցնելու հիմք է։ Ինչը տեղի ունեցավ Բագրատ Սրբազանի պարագայում։ Այսինքն եկեղեցին այստեղ շատ նուրբ նաև այդ քայլը արեց։ Եվ այս տեսանկյունից այդ մեղադրանքները անհիմն են, որովհետև այդտեղ ինքը արդեն որպես ոչ թե որպես եկեղեցու ստրուկտուրայի մաս կազմող կառույցներից մեկի ղեկավար էր ներկայանում, երբ որ արդեն քաղաքական բովանդակություն ստացավ։ Տավուշում ինքը այդտեղ լրիվ թեմական առաջնորդի իր հանգամանքի մեջ էր, որտեղ Տավուշում ինքը պաշտպանում էր իր հավատավորներին, որպես Տավուշի որպես օջա մնաց, բայց որպես պաշտոն, այո, պաշտոն հանեց, որպեսզի չառնվի այդ ամեն ինչը, հա։ Հենց սա է, այսինքն եկեղեցին իր քայլը արել էր, բայց դա մարդիկ մոռանում են։ Իր հերթին պետությունը որևէ տարբերակ չունի, որևէ կերպ վիճարկելու որևէ կրոնական կազմակերպության իր դեպքում միայն հայրաքելականի։ Հələ պատկերացրեք այդտեղ որևէ մեկը թող այդքան կրոնական կազմակերպություն կա։ Ինչ որ նույնիսկ Թրամփը, որ շատ է սիրում էքստրավագանտ բաներ անել, իսկ չի թվում, որ իր մտքով անգամ կանցնի ինչ որ մի կրոնական կազմակերպության ինչ որ մի որոշմանը միջամտի։ Ուղղակի մարդու մտքով չի կարող։ Վերջերս միջամտություն եղավ։ Ինչ հարցում։ Ուրեմն պաստորի վրա քրիստոնեական, երևի բողոքական եկեղեցի էր։ Պաստորին կասկածում էին, որ AC հետ է աշխատում, այսինքն էմիգրացիայի հետ է աշխատում։ Նայում հավատացյալներից հենց զգում է, որ ասենք էմիգրանտ են, այսին կանչում է, այսը գավի բռնում է պետությունը։ Ու մարդիկ վրդովված եկան մտան եկեղեցու մեջ, որ նման բան Ամերիկայի պատմության մեջ չէր եղել, բայց Հայաստանում արդեն եղել էր։ Մենք չզարմացանք ստեղ։ Մարդիկ վրդովված մտնում են եւ այդ պաստորին ասում են ինչի ես ու կամերաներով ու շատ հայտնի ուրեմն ժուրնալիստ Դոն Լեմեն, կարծեմ իր անունը, սևականա։ Մտնում է ու ասում է ինչի ես այսին բան տալիս, ոչ եմ գործ տալիս, մեղ չեն է ժողովուրդը, դու իրավունք չունես, եկեղեցին իրավունք չունի պետության հետ։ Այսը դա ֆեդերալ են կառույցն է, որը միգրանտներին բռնում ու ուղարկում է, հա, ուղարկում է հետ։ Ու այդ պաստորին ասում էին, որ դու հոգևորական ես, դու չպիտի խառնվես ոնց որ պետական ես գործերի մեջ, ինչի ես խառնվել, եւ պետությունը այդ մարդկանց, ովքեր որ մտել էին եկեղեցի ու բողոքում էին, բռնեցին բոլորին, նույնիսկ այդ տղան, որ CNN-ի աշխատող էր, CNN-ից հանեցին, 20 տարի CNN-ում էր աշխատում։ Տեսնում եք, իսկ երբ որ տվեցին, որ խառնվեն, միջամտեն, հա, կարծում եմ խառնված է ներսից։ Ես հավատում եմ, որ պաստորը հնարավոր է, որ AC հետ աշխատի, որտեվ լիքը պաստորներ կան այսօր, ոչ պետության հետ աշխատում են ստեղ Միացյալ Նահանգներում, բայց ինքը պետությունը ցույց տվեց, որ չի կարելի, դու չես կարող քո այդ քաղաքական հայացքներով մտնես, երբ որ պատարակ է լինում, ծառայություն է լինում, իրավունք ձեր հարցերը դրսում լուծեք։
Դե հենց էս սա եկեղեցու հարց է։ Սա եկեղեցու ներքին հարց է, այսինքն եթե խոստովանության գաղտնիք է խախտում, չէ, ինձ թվում է խոսքը դրան էր վերաբերում։ Որ դիմում մարդիկ լինում են մեղքերի խոստովանություն են անում, ասում են որ տենց էլ լինի, հա, խոստովանության գաղտնիքն էլ կարա խախտվի։ բայց դա պետության խնդիրը չի։ Դա եկեղեցու կրոնական կազմակերպության ներքին վասն է։ Հա, չէ։ Չէ, այսինքն դու ամեն մի կրոնական կազմակերպություն իր ներքին ընթացակարգեր ունեն։ Հիմա մեր մոտ շատ կոշտ միջամտություն է արդեն քանի ամիս է եկեղեցու նկատմամբ, որի գագաթնակետը հասավ նրան, որ դե ֆակտո ամենայն հայոց կաթողիկոսի վրա գործ են հարուցել։ Ամեն րոպե կարող է ամենայն հայոց կաթողիկոսին մեղադրյալի աթոռին նստածել։ Ակը դա չլսված բան է, ես որ դրա մասին մտածում եմ, sense փշաքաղվում ես, դες բան չի եղել։ Պատմության մեջ թշնամու կողմից էլ երևի նման բան չի եղել։ Դե նայ իրավական, երբ որ պետությունները մի քիչ դառան տենց այդ նոր ժամանակներում քչից շատից իրավունքի վրա հիմնված, այլ ոչ թե բռնության վրա հիմնված, հաստատ չի եղել։ Այսինքն 19-րդ դարում չի եղել հաստատ, 20-րդ դարում չի եղել, 21-րդ դարում բնականաբար չի եղել պրոստը տես բան։ Ախր սա անարգանք է, էլի։ Օրինակ, երբ որ քննիչը իրան թույլ է տալիս Հայ առաքելական եկեղեցու arczepiskopos-ին Ավազանի անունով դիմել, ես դա համարում եմ սրիկայություն։ Ես էլ, ահա որ ամեն անգամ լսելուց ոնց որ չգիտեմ, հետս ամբողջ աշխարհս խառնվում է իրար։ Էլ չեմ ասում, որ միաժամանակ մի նախադասություն հետո կարգալույցին դիմում է կարգալույցի մասին խոսելուց հոգևոր անունն է ասում։ Ու այն դատավարության կրկնակի սրիկայություն է, դա արդեն կրկնակի սրիկայություն է, էլի։ Լավ, ինչպես կարելի է այս հարցերը լուծել եւ ինչու ենք մենք սենց լուծում։ Չէ՞ որ եթե հոգևոր դաշտ է, ինքը ոնց է լուծվում, հոգևոր ձևով, չէ՞։ Հոգևոր դաշտ է, եղբայրներ են, իրար գժդժոցներ կար իրար մեջ, մի քանի հոգին գող չէին, ասենք վեհափառից կամ, չգիտեմ, ինչ որ հարցեր կային իրանք իրանց մեջ, որ պետքա լուծեին, եւ փաստորեն էգոյի պատճառով չգիտեմ որ կողմը ունի էգո եւ որ կողմը չունի, դուք դատեք կամ Աստված գիտի, էգոյի պատճառով այս հոգևոր մարդիկ, որ պիտի չունենան էգո, այդպես է, իրանք իրանց մեջ հարցը չկարողացան լուծեն, թուլություն մտավ եկեղեցու մեջ, բունտ մտավ, փաչարը միշտ տենց է աշխատում եւ իշխանությունը օգտվելով այդ թուլությունից, այդ բունտից սկսեց ավելի հալածել եկեղեցին, չնայած որ ասма անձին է ինքը հալածում, այստեղ անձը չի, այստեղ կոնկրետ այդ կառույցին կոնկրետ ես հիմա ինչ վտանգ եմ տեսնում եւ ինչի եմ սենց ակտիվ եկեղեցին ապարակտվում կներես ինձ թվում է այստեղ շատ կարևոր նրբություն կա ոչ թե եկեղեցու մեջ թուլություն կար որից օգտվեց իշխանությունը չէ մարդկանց մեջ եկեղեցու մեջ չէ եղբայրների մարդկանց մեջ եղբայրների ոչ թե եղբայրների մեջ ապարակտություն կար որից օգտվեց գործող քաղաքական իշխանությունը չասենք պետությունը ախր դա էլ է սխալ այս մարդկանց մանդատին մնացել է 4 ամիս ի՞նչ աշխատում պետությունը այո իշխանությունը պետություն եկեղեցի եղբայր սա իշխանություն է սա քաղաքական իշխանություն է սա քաղաքական իշխանություն եւ կրոնական կազմակերպության խնդիր է ոչ թե պետության այս էլ է տեսեք նուրբ քարոզչական բան է ոչ թե նենց հեղավոր իրանց մեջ խնդիր կար եւ բանը քաղաքական իշխանությունը չէ իրանք ստեղծեցին այդ խնդիրները ախր հիշենք հունիս ամսի 30 տարի առաջ այդ որ եղավ էլի դա ստեղծված չէ խնդիրները սովորական խնդիրներ միշտ լինում են, բայց այդ խնդիրները երբ որ դառնում են արդեն պարակտման պատճառ, իսկ այս անգամ պարակտման պատճառ են դառել, դա միջամտության արդյունք էր։ Միքայել Սրբազանը ֆանտաստիկ մի ձևակերպում արեց։ Ասեց օվկիանոսը դու ո՞նց կարաս մաքրես։ Օվկիանոսը ինքն իրան է մաքրում։ Երբ որ ինքը պատասխանում էր կարծեմ Հովնան Սրբազանին ԱՄՆ արևմտյան բեմի առաջնորդ ինքը այդ լավ փոխաբերությունը բերեց, ասեց ընկերներ դուք ասում եք բարենորոգում ենք անում, բարենորոգումը օվկիանոսը ո՞նց ես դու մաքրում, օվկիանոսը ինքն իրան անընդհատ մաքրվում է, եկեղեցին անընդհատ բարեկարգման, այս էլ է շատ նուրբ տարբերություն, բարենորոգում թե բարեկարգում, բարեկարգում ինչով կարճ ասեմ ինչն է տարբերությունը, այդ իմ մասնագետ ընկերներն են ասում, բարեկարգում նշանակում է շեղվածքների վերականգնում, կարգի վերականգնում, որտեղ մենք իրականում խորհրդային տարիներին մեծ շեղումներ նկատի ունեն պրոբլեմներ ունեցանք։ Ժամանակ ա եղել 1 կամ 2 միաբան է մնացել Էջմիածնում, Մայրաթորում։ Անգամ 41 թվին որոշում ա եղել սովետական պետության, որ
Ու թողել են Մայրաթորը ինչ-որ վերածում ենք 70 տարեկան մի հատ մարդու, հա, ծեր։ հա մայրաթորը դասում ենք թանգարան, всё, փակում ենք։ Պատերազմ սկսեց դրա համար այդ որոշումը կատարչացեցին։ Ասածս այն է, որ այդ տարակարծությունները միշտ էլ բոլոր եկեղեցիներում այդ ինչի կա ինչ որ ընտանիք, որտեղ որ բոլորը 100% իրար հետ հաշտեն, մի օր մի քիչ կվիճվեն, մյուս օրը կարևորը սեր կար այդ մարդկանց մեջ, կարևորը միմյանց նկատմամբ համերաշխություն կար։ Իսկ այս մարդիկ մտան ամիսներ շարունակ փորձեցին այդ գայլի պես գար փախցնել։ Ու ավելի Հիմա դա մեծացնել խնդրեմը, հա, իսկականից հա, խնդրեմ սարքեցին, էլի հա, դրանից։ հա, հա, բայց ես անկեղծ ասած մի քիչ տենց շատ միանշանակ չի որ սա ինչ իմանանք, գուցե սա է ծրագիրը, էլի։ Գուցե սա Դե դրական որովհետև առումով էլի։ այն որ ասում են չկա չարիք առանց բարիքի, ես կարծում եմ, որ հենց սա էլ դարձավ պատճառ, որ այսօր շատ-շատերս սկսեցինք կարդալ Աստվածաշունչ, հետաքրքրվել մեր հավատքով, մեր եկեղեցով, եւ շատերը մաքրվեցին, շատերի դեմքը բացվեց, որ մենք չգիտեինք իրանք իրենցից ինչ էին ներկայացնում, բայց այս ճնշումների պատճառով շատերի դեմքը բացվեց։ Փորձենք տեսնել լավ է այս ամեն ինչի մեջ, ինչի, որովհետև Քրիստոս արդեն հաղթել է չարին, եւ եկեղեցին երբեք չես կարա կործանես, չարը կփորձի պառակտել, բայց մարմինդ միգուցե վնասի, բայց եկեղեցու միաբանությունը, եկեղեցու գլուխը Քրիստոս է, դու Քրիստոսի հետ Իհարկե, կարա կպնես։ իհարկե Քրիստոսինով կարող է հաղթի։ Եվ այս առումով շատ արտահայտիչ էր շաբաթօրը 6 միաբան, 6 եպիսկոպոս եւ Մենք արքեպիսկոպոս, ունենք 50, չէ՞ ընդամենը։ մենք ունենք 54։ Նայեք, այստեղ ես այն օրը հարցնում էի, փաստորեն Մի քանի հետաքրքիր է։ միլիոնանոց հայ ժողովրդի համար ընդամենը 50 Չէ, շատ քիչ սա է։ վերաբերում է, չէ, այստեղ մի հատ նրբություն կա։ Եկեք մեր 4 աթոռները մի հատ տարբերակված դիտենք, էլի։ Այդ 54-ի մեջ չի մտնում Մեծիտանեն Կիլիկիո, որոնց թիվը կարծեմ 20 քանից պետք է լինեն։ Բայց դրանք առանձին միաբանություն են։ Մեր եղբայրներն են, մեր եկեղեցին է, միասնական եկեղեցի է, բայց առանձին միաբանություն է։ Մյուս երկու աթոռների եպիսկոպոսները համարվում են նաև մայրաթորի միաբաններ, այդ հետաքրքիր նրբությունը կա։ Հա։ Այսինքն, երբ որ մենք ասում ենք Արևմտյանինը համարվում են Էջմիածնի։ Ինչին է։ Արևմտյանին է։ Մեր արևմտյան թեմի քահանաները։ Ձեր արևմտյան թեմը Չներողություն, մեր Ամերիկայինն էլ է Էջմիածնին պատկանում, ինչի նկատի ունեի։ Կա, չէ, կա էջմիածնական եւ կա անտիլիասական թեմը։ Անտիլիասական, իսկ բանը Իսրայելը։ Չէ, հենց այդ եմ ասում։ Մենք ունենք եւս երկու պատրիարքություն։ Մեկը Պոլիսի, Կոնստանտինոպոլսի, մյուսը Երուսաղեմի, ճիշտ է։ Մենք առանձին աթոռներ են։ Թուրքիայի կողմն է Երուսաղեմ, Կիլիկիո եւ Էջմիածին։ Այ մենք ունենք 4 աթոռ։ Ավանդական, առաջինը մայրաթոռն է։ Դրա մայր աթոռ է կոչվում, մայրաթոռ Սուրբ Էջմիածին։ Երկրորդը, որը կաթողիկոսությունն է, երկրորդը կաթողիկոսությունն է Անտիլիասում տեղակայված, որ կոչվում է Մեծիտանեն Կիլիկիո կաթողիկոսություն, բայց հավասարապես նաև ուրեմն աթոռներ են համարվում, հավասարապես։ Մյուս երկու պատրիարքությունները, այսինքն մեր Երուսաղեմի պատրիարքությունը, որ 6-րդ կարծեմ դարից ձևավորված է։ Աթոռ չի, պատրիարքությունն է, Չէ, աթոռը, հենց էտա։ Աթոռը, ուղղակի աթոռը մի դեպքում կաթողիկոսությունն է, մյուս դեպքում պատրիարքությունն է։ Պատրիարքությունը իհարկե ավելի փոքր նշանակություն ունի։ Հիմա այդ 54-ի մեջ ներառված են նաև կարծեմ 3 եպիսկոպոս ներառյալ պատրիարքին Պոլիսի պատրիարքությունն է եւ 4 եպիսկոպոս ներառյալ պատրիարքին Երուսաղեմի։ Այսինքն եթե 7-ն էլ հանում ես, դա կմնում է ընդամենը 46, որոնք միայն եւ միայն էջմիածնական նվիրապետներ են եւ որևէ այլ աթոռի հետ կապ չունեն։ Այդ 46-ից 10-ը, այսինքն 20%-ից ավելը, հիմա մեղադրյալ է։ Դա խայտարակություն է, այսինքն ադրբեջանցիները, որ այդքան ասում են դա հանցավոր կառույց է, եք ուզում ապացուցեք։ Ասենք միացկսենք հոգևորից, դու ոնց կարաս այն մարդը, որ ասում է, որ մեր ժողովրդին սոված եք թողել տարիներ շարունակ, 30 տարի հոգևոր սնունդ չեք տվել, մենակ հարսանիք եք արել։ Դու ոնց կարաս այսօր հոգևոր հոտին, որ ամենակարևոր բանն է,
Քրիստոսի համար իր հոգևոր հոտը, դու թողել ես համարյա թե անտեր։ Սենց կարանք ասենք, չէ, երբ որ դու գլուխներին ձեռք ես տալիս, դու Բա մարդկանց հենց է թողում ես։ հացը։ Բա հենց Եվ է հացը։ Եվ նաև նայում ես որպես օրինական այդ մարդիկ, ես ոնց նայում եմ, ինչ են արել, ինչով են մեղադրվում այդ մարդիկ։ Այս վերջի 6-ը вообще ոչ թե զավես չար, այլ դա դե գիտես Հայաստանում մի հատ ավել բառես ասում բռնում են։ Հիմա ես շատ դժվարությամբ եմ ինձ զսպում, որ մի հատ մտքինս չասեմ այդ սրիկայության հետ կապված մարդիկ գերագույն հոգևոր խորհրդով ռեկոմենդացիա են արել, առաջարկ են արել վեհապար հայրապետին կարգալույս անել իր կարգավիճակից ելնելով ինչ որ մեկի Արմաս Սարոյանի։ Պետությունը ինչ գործ ունի вообще այս հարաբերությունների հետ։ Вообще ինչ գործ ունի։ Ոնց որ հիմա նույն ձևով վաղը մյուսը կարան գան մտնել մեր տուն, ասեն, այս սերվանդը ինչի աստեղ դրած, ընդեղ դրեք օրինակի համար։ Դա նույն բանն է, ինչ տարբերություն։ Եկեղեցու գործերը ասենք հիմա դուք կարաք պետությանը դիմեք, որ ձեզ պետությունը սրբազան դասի։ դրանել կհասնի։ Հարցը սկսեց նրանից, որ այդ դերևս կարգալույս չէր Գևորգ Սրբազան էր դեռ։ Նա նրան առաջինը թեմական առաջնորդից հանեցին եւ նշանակեց որպես առաջնորդական տեղապահ վեհապար հայրապետի տնօրինությամբ մի հիանալի ընտրություն էր Ռուբեն Վարդապետը, որը չգիտեմ ես այստեղ իրան շատ սիրում ու լսում ենք։ Հա, մի խոսքով Ռուբեն Վարդապետի նշանակումից հետո այն ժամանակ դեռ եպիսկոպոս Գևորգ Սարոյանը դիմում է դատարան, հենց դուք պատկերացրեք, ինքը իր մայր կազմակերպության դեմ ասում է իրավունք չունեք, ես աշխատող եմ, ինձ որպես աշխատող ոնց է գործից հանել։ Իսկ եթե մարդը տենց է նայում եկեղեցուն իրան դիտում է որպես աշխատող։ Ուրեմն մի բան էլ ավել է, մի բան էլ քիչ է, շատ ավելի շուտ պետք է իրան։ Բայց իրանց ներսին խնդիրներն է, չէ՞, պետք է դա ներսում լուծվեր։ Եթե նույնիսկ Դե հենց այդ է հարցը, ասում է ես աշխատող եմ, ոնց որ, չգիտեմ, բանում նույն ձևով ոնց որ կարար դիմեր ինչ ասեմ, Մակդոնալդսի բուրգեր վաճառողը, տենց էլ ինքը էլի։ Կամ էլ ասենք թե ինչ որ մի հատ Մակդոնալդսի չեյնի ղեկավարը կամ ինչ որ մի հատ։ Նայ, օրինակ, ղեկավարը, դա չի կարելի, չէ՞։ մի քիչ խանգարում, Ռուբեն, որ կա եկեղեցական կանոն Հա։ եւ կա պետական օրենք։ պետական կանոն։ Հիմա նայեք, երբ որ Քրիստոսին խաչում, ուզում էին խաչեին, հավաքված էին փարիսեցիներն ու օրենսգետները, իսկ իրանք շատ հայրենասեր մարդիկ օրենսգետները անգիր տորան գիտեին, Աստծո գիտեին, իսկ փարիսեցիներն էլ շատ այնց եվրեյներին սիրող ազգասեր ժողովուրդ են եղել։ Ես լսում եմ մի վարքյալ, հա։ Փաստորեն, երբ որ Քրիստոսին խաչում էին, դատի ժամանակ եվրեյները այդ խմբով փորձում էին իրանց օրենքով, իրանց ներքին հրեական օրենքով Քրիստոսին դատեն։ Հավատացյալները ասում էին, որ Քրիստոսը ինքը ասում է, որ Աստծո որդի է, այսինքն աստվածաբանական խնդիր էր, որ իրանք ուզում էին, որ այդ աստվածաբանական խնդրով Քրիստոսին դատեին, բայց հիմա Պիղատոսն էլ հռոմեացի իրանց օրենքները ուներ, ասել է, բայց այս մարդը ոչ մի բան չի գործի օրենքին դեմ։ Խիեք հիմա այս մարդուն աստվածաբանական գաղափարների համար բերեին մոտ։ Ինչ լավ օրինակ բերեցի։ Ահա, ինչ ասեցին։ Իրանք ասեցին, չէ, նաև կայսրի դեմ է ինքը, հա։ Ուզում է կայսրից բարձր լինի։ Հա, ճիշտ է։ Փայլուն օրինակ է, իդեպ նաև Գործ Ղարաքելոցում լրիվ նույն վիճակն է, չէ, լրիվ չէ, հələ ավելի լավ օրինակ կարելի է դիտել Պողոս Արաքյալի մասը, որ տանում են ոնց էր կոչվում այդ կուսակալը Ֆավստ ոնց որ տանում են մոտը բառացի տեքստը կա է ասում է ինչ վերցրեք գնացեք ստեղից դա իմ ինչ գործն է իմ ինչ գործն է վերցրեք այսինքն դեռ առաջի դարում էր պետությունը հասկանում որ այ ախպեր էս вообще իմ թեման չի ինչի մասին է խոսքը հիմա այստեղ մարդիկ ինչ են ասում դե всё-таки աշխատանքային հարաբերություն կա բանսես չէ չկա բայց դաժե եթե կա Ուրեմն եվրոպական դատարանը, որ ստեղ իր օրենքները, իր նախադեպերը ավելի ճիշտ գործում են, միանշանակ պրակտիկա ունի, որ ոչ միայն հոգևորականները, այլ դաժե եկեղեցում քաղաքացիական աշխատողը պետության հետ կապ չունի, եկեղեցին 100% իշխանություն ունի, հանի, դնի, նշանակի ազատի։ Մի հատ հայտնի գործ կա բան նվագողի, ինչա, Երգեհոն։ Արգան ռուսերեն, չգիտեմ անգլերեն ոնց է, հոգևոր երաժշտությունը Երգեհոն ո՞նց է։ Մի խոսք։ Արգան ռուսերեն եք ուզում իմանալ։ Արգան։ Անգլերեն էի հարցնում, ինչ որ։
Հա, հա, էլի։ Չէ, չգիտեմ, sorry։ Եվ խոսքով էս երկեհոն նվագող ա լինում, որը որ երկար տարիներ ինչ որ եկեղեցում երկեհոն ա նվագում, ամուսնան կան ինչ որ թեմաների մեջ անկնում, կնոջից բաժանվում ա, մի ուրիշ կնոջ հետ ա կապվում, այս քահանա ջղայնանում ա, ասում է ես քեզ հանում եմ, դու իրավունք չունես այստեղ երկեհոն նվագել, որտեվ այստեղ որևէ ծառայություն բերող մարդիկ պետքա ինչ որ գոնե մինիմալ բարոյական ստանդարտ լինեն, հա։ ինչ որ ստանդարտ պետքա լինի։ Վերջնում է այն ինչ որ մտածում է, դա գրում է, ասում է, այս մարդուն այս պատճառով հանել, վերջ։ Սա գնում է իրաց Գերմանիան էր, որտեղ էր դատարան, ասում է, դատարան ջան, այսպես բան ով է տեսել, որ մարդուն ամուսնանալու բաժանվելու համար գործից հանել։ Հələ տեսեք, դատարան ասում է, ախպեր ջան, դու ինչ գործ ունես։ Ես ինչ գործ ունեմ եկեղեցին ում կընտրունի, գնաց տեղից։ Գնում հասնում է եվրոպական դատարանը համաձայնվում է պետության հետ ասելով որ սա իմ գործը չի ախպեր կներես բայց եկեղեցի պետությունը անջատեն ես դաժե այս թեմաների մեջ տես քաղաքացիական ծառայողի մասին է խոսքը աշխարհիկ ծառայողի մասին է խոսքը այն ուր մնաց եթե խոսքը վերաբերի հոգևոր բարձրագույն աստիճանի կրողի սա աբսուրդ է չի հիմա հաջորդ աբսուրդը դե պարզա որ սա ծրագրված է չէ պարզա չէ որ այս ամեն ինչը մի կենտրոնից կառավարվում էր նես չի որ այդպես մեկ էլ հոպ մի օր են դատավորը նստեց, տեսավ, որ ինքը հայց է ստացել։ Պարզ է, որ սա ծրագրված է, այդ ժամանակը կգա, եմ ասում եմ, ոչ մի գաղտնի բան, ծածուկ բան կա։ Մի օր մենք կտեսնենք, թե ով էր սրա գլխին կանգնած, էլի։ Հաստատ են դատավորը չէր, որը որ դա ստորագրել է։ Բայց դատավորը որ դա ստորագրել է, ինչ է գրել։ Ասում է, չխոչընդոտել այդ Արման Սարոյանի որպես թեմական առաջնորդ գործունեությանը։ Ուրեմն Հայաստանի օրդորա չխոչընդոտ թե հրաման է։ Չէ, դա հրաման է, դա օրդեր է։ Բայց այստեղ ի՞նչն է հարցը։ Հայաստանում տասնյակ ու տասնյակ տենց օրդերներ են բոլոր դեպքերում։ Երբ որ դու ունենում ես հրահանգ չխոչընդոտելու, բայց դու տեսնում ես որ ինչին կարաս, եթե այդ մարդը արդեն թեմակալ առաջնորդ չի, ինչի՞ պիտի խոչընդոտես։ Մեր պրակտիկան ինչ ավ տասնյակ գործեր կան։ Հիմա ասում ես արդարությունը ո՞րն է։ Այդ ո՞նց եղավ մյուսների դեպքում։ Ռուբեն ջան, ես չէի իմանա։ Լավ է, չէ, նորմալ է, մերից։ Չէ, այստեղ ես ուզում եմ լսեն այս բանը, էլի։ Բազմաթիվ գործեր կան, դաժե գործ կա։ Ուրեմն մեր մոտ ոնց է աշխատանքային ինչ որ մի հատ կազմակերպությունից մարդուն իդեպելի քաղաքական պատճառներով անունները չեմ տալու, ուզում են հերացնել։ Ձևը ո՞րն է։ Մի հատ նկատողություն ես տալիս։ Ֆորմալ, գրավոր։ Մի հատ էլ ես նկատողություն տալի, երրորդն էլ տաս արդեն դա հիմքա մարդուն հերացնելու։ Պատկերացրու, չէ։ Հիմա մեկին երկու հատ նկատողություն են տալիս։ Այս մարդը դիմում է դատարան, ասում է դատարան, արգելի ինձ բանը հերացնելը։ Նկատողություն տալ, այլ հերացնելը։ Նկատողություն հերացնել, այսինքն արգելի խոչընդոտել իմ աշխատանքին։ Պատկերացրու, նույն բառերը համարյա։ Դատարանը դա գրում է, ասում է, ճիշտ ես ասում։ Մինչև ԴՀԿ-ն այդ հատուկ ծառայությունը հասցնում է այդ կազմակերպության, հենց թուղթը բերում են, ասում են, վայ կներեք, մի ժամ առաջ արդեն հեռացրել ենք։ Եվ ԴՀԿ-ն ասում է, վсё, ես ոչինչ անել չեմ կարող։ Ես էլ ոչինչ անել չեմ կարող, որովհետև ես չեմ կարող խոչընդոտել մի բանին, որ գոյություն չունի։ Եթե այս մարդը արդեն աշխատող չի, արդեն աշխատող չի, ես ոնց կարամ ապահովեմ, որ չխոչընդոտվի իր որպես աշխատող գործունեությունը։ Հիմա նույնը վերաբերում է Սարոյանին։ Այն պահին, երբ որ դատարանը ասել է չխոչընդոտել, ինքը արդեն թեմական առաջնորդ չէր։ Ոնց կարելի է խոչընդոտել կամ չխոչընդոտել։ Երկրորդ հարցն է, ընդհանրապես ոնց կարելի է Ես հերթով բոլոր հարցերը փորձում եմ ասել։ Եկեղեցու գործերին, ես էլ արդեն օրինական հանել են այդ մարդուն, դու էլ ոնց կարաս ինչ որ բան խոչընդոտես կամ չխոչընդոտես։ Բավարար։ Օրինակ, այդտեղ Միացյալ Նահանգներում ընկերներիցս մեկին շատ մեծ կազմակերպությունից հանեցին եւ ինքը դատի տվեց։ Դու կարաս այդտեղ, եթե քեզ աշխատանքից հանում են եւ դու կարծում ես, որ քեզ անօրինական կերպով են հանել, դու կարաս դատի տաս եւ նույնիսկ դատին շահես, չնայած այդ մեծ կազմակերպությունները այնքան լավ իրավաբաններ են բերում, որ ավելի լավ է դու իրանց դատի չտաս, աչդ քաշես գնաս։ Բայց եթե պայքարող տեսակ ես, կարաս արդարանաս, բայց դու պիտի արդարանալու տեղ ունենաս։ Օրինակ, այս անձնավորությունը ինքը ուներ արդարանալու տեղ, իրան շատ էին աշխատացրել, քիչ էին գրել, ապացույց ուներ։ Հա, ինչ որ sense վիճակ էր։ Բայց այս դեպքում, որ դու իրանուց չունես, նախ խառնվես, հենց էտա օրենս գրքով։ Այլ արխայլ, նախ չես կարող խառնվես։ Հետո երբ որ դաժե խայտարակ ապօրինությամբ խառնվում ես,
մարդը արդեն հեռացրել է, դու չես կարող իրան վերականգնել։ Տես ուրիշ տես չի լինում։ Այդ նշանակում է դու վեճը արդեն լուծեցիր, դու արդեն վճիրը արձակեցիր, դա ապահովման միջոց է։ Դա ընդհանրապես պետքա preserve անես, որ հետո վերջում հարցը լուծես։ Եվ վերջապես երրորդը, որ ամենաաբսուրդն է, այս մարդու թեմակալ առաջնորդության հետ ինչ կապ ունի կարգալուծությունը։ Այսինքն դու ո՞նց կարաս մտքովդ անցնի, որ կարգալուծության հարցը բերես կապես սրա հետ եւ մարդկանց մեղադրանք առաջադրես։ Абսուրդ 6 հոգի արագ-արագ ՇՓԹՊ 6 եպիսկոպոս դրա համար մեղադրյալի աթոռին են։ Եվ նորից ասեմ, ամեն րոպե կարող է վեհապար հայրապետին մեղադրանք առաջադրվի։ Եվ ես չեմ ուզում, որ սա մեր համար սովորական բան լինի։ Մենք պետքա շշմենք, պետքա մենք փշաքաղվենք այն մտքից, որ կարող է վեհապար հայրապետը, որը հայ առաքելական եկեղեցու գահակալն է, որը հայկականության կրողն է եւ 132-րդ Սուրբ Թադեի եւ Գրիգոր Լուսավորչի գահի կրողն է, իրան այդ գահից տանեն մեղադրյալի աթոռին։ Դա պետքա փշաքաղվեք, դա տես բան անողը չի կարող հայկական քաղաքական առումով հայ լինել։ Այդպես բան անողը կարող լինի Փաշազադեի հրահանգ կատարող, եւ այդ մարդիկ թող իմանան։ Այն քննիչը, այն դատախազը, որ դրա տակ ստորագրելու է, այն որ վայ այդ մարդկանց, որ այդպես բան են անելու, որ ծանրություն մեղքի տակ են մտնելու։ Ես իսկապես մեծ որ даже եմ ասում թշնամուտ չես ցանկանա այդպես մեղքի տակ ընկնեն։ Այս մեղքի տակ ընկնեն։ Դա մեղքի ծայրահեղ գագաթնակետն է։ Պատկերացնում ես։ Մի խոսքով։ Ահա որ ես էլ եմ, որ հենց այս ապրումներն էին, որ ինձ դիպեցին, որ մի հատ ձեր հետ խոսեմ ու գոնե հասկանամ ընդհանրապես լավ օրենսգիրքը ինչ է ասում, չէ՞ կա գոյություն ունի հատուկ որոշում, չգիտեմ, բանավոր որոշում, թե գրավոր որոշում, որ պետությունը չի խառնվում եկեղեցու գործերի մեջ։ Սահմանադրությունը։ Սահմանադրության մեջ դա օրենքների օրենքն է, սահմանադրության ուղիղ ամրագրված է, որ պետությունը եւ Իսկ եթե օրենքը պահող մարդիկ են սահմանադրությունը խախտում, Ռուբեն ջան, դուք ո՞նց եք պայքարում, ում հետ եք պայքարում եւ ո՞նց ինչ պիտի անեք բա։ Որտեւ Եվրոպային սпасել, մարդու իրավունքներին սпасել, որ ձեզ այսօր ինչ որ կարեկցանք, ես չեմ հավատում, որտեվ այսօր Եվրոպան ընդհանրապես փոխել է իր աշխատաձևը։ Այսօր իրանք ոչ Պաղեստինի երեխաներից են տենց նորմալ խոսում, այսօր մարդու իրավունքները գլոբալ չի պաշտպանվում, նույնիսկ իրանք երկրում։ Ուր մնաց Եվրոպան այսօր պաշտպանում է իրանց քաղաքական գաղափարը, իրանց սա ձեռք է տալի, ինքը ձայն չի հանում։ Հենց այդ է հարցը։ Հա, մեր հոգևորականներին ով է պաշտպանում այսօր։ Դե գիտես, Մակար Սրբազանը, որը այդ 6 մեր նվիրապետներից մեկն էր, Սյունյաց թեմի առաջնորդ Մակար Սրբազանը, չգիտեմ տեսել ես թե չէ այդ վիդեոն, փայլուն բան էր դա, ուղղակի այն որ այդպես առօրեական չէր էլի, երբ որ քնչականից դուրս է գալի լրագրողը մոտենում հարցնում է, ասում է Սրբազան, ես ուր է տանելու այս ամեն ինչը, այս ամեն ինչը ձեզ ուր է տանելու, ասում է դրա ախտոր։ Շատ հագիստ։ Էս ախր հիմա այդ մարդկանց թվում է որ հոգևորականներին հալածանքով վախացնում է։ Դա պետք է տեսնեք թե ինչ հանգիստ էր, ինչ հումորով էր, ինչ այդ բանը զգում ես էլի Արշակ Սրբազանը կամ Բագրատ Սրբազանի դատերը մեր աչքի առաջ է տեսնում ենք։ Մկրտիչ Սրբազանը, այդ մարդիկ գիտեն, քրիստոնյա նշանակում է պատրաստ պետք է լինես հալածանքի, Քրիստոսն է հալածվել, էնել ոնց։ Ընդհակառակը դա պատիվ է մարդկանց համար հալածվել։ Այո, Քրիստոսի մոտ լինելու առումով եւ այս տեսանկյունից ես այն կարծիքին եմ, որ այդ մարդիկ պրոստը սխալ են հաշվարկել։ Այսինքն այս մարդիկ չեն դիտում քրիստոնեությունը որպես աշխատանք։ Այ Արման Սարոյանը նախկին հայր բանը Գևորգ Սրբազանը, նա փաստորեն իր ծառայությունը դիտում էր աշխատանք։ Ոնց որ առավոտը կարար գնար ինչ որ մի հատ Նիկոլ Փաշինյանի, հա, գործի ինչ որ մի հատ վարչության պետ մի տեղ աշխատել կամ բաժնի պետի տեղակալ աշխատել, այդպես աշխատանք է դիտել ու այդ տրամաբանությամբ հայց է ներկայացրել։ Այսինքն մաքրվելու ուրիշ ոնց է լինում։ Հələ մի հատ Գևորգ Սրբազանի կոնցեպտը եւ Մակար Սրբազանի կոնցեպտը երկու կողքի դրեք։ Չգիտեմ, դու ասում ես ինչ պետք է անել, ես չգիտեմ ինչ պետք է անել։ Այս դրա համար էլ ես ինձ ասում են դու քաղաքական գործիչ ես, բան, ես քաղաքական գործիչ չեմ։ Ես իրավապաշտպան եմ, ես հանրային գործիչ եմ, բայց ես ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել։ Այո, մարդիկ կան քաղաքականության մեջ, որոնց նկատմամբ մեծ սիմպաթիա ունեմ, բայց ես լուծումներ չունեմ։
Ես չեմ առաջարկում ժողովրդին, ասում ժողովուրդ ջան, այ լուծումը ստեղ է։ Իմանայիք առաջարկե, չգիտեմ տես լուծումներ, բայց վստահ եմ որ լուծումներ կան։ Վստահ եմ որ լուծումներ կան եւ անկեղծ ասած, քանի որ մի քիչ շատ եմ շփվում նաեւ հոգեվորականների եւ ճշմարիտ եւ ուղղափառ հոգեվորականների հետ, մի քիչ մեջս չգիտեմ որտեղից առաջացած հույս եւ հավատա բավական ամուր վստահ միակ բանը որ մեզ այսօր պահում է ընդհանրապես եւ թողնում է որ մենք շարունակենք ապրել եւ շնչել այդ հավատքն է որովհետեւ առանց հույսի առանց Քրիստոսի անհնար է անցնել յուրաքանչյուր ճանապարհով եւ իմ մոդել է դա որ ես ասում եմ պիտի հավատանք որ Աստված ռեալ է որ Քրիստոս հարություն չեղավ ու գնաց մեր կյանքից որ ինքը այսօր էլ կա մեր կյանքում եւ ինքը ռեալ է ու հաստատ մեր աղոթքներով եւ մեր մաքուր կյանքով փոխվելով չգիտեմ Քրիստոսին պիտի թողնենք գա մեր կյանք դրա համար որ շատ անգամ Հայկ Մադոյանին sense քաղաքական հարցեր են տալիս ասում է Անի ջան ամենաառաջինը մեր ժողովրդին պետքա Քրիստոսի լույսը, որտեվ երբ որ Քրիստոսի լույսը ժողովուրդը չունի իր կյանքում, ինքը խավարի մեջ է ապրում։ Ու ես այնքան համաձայն եմ այդ մտքի հետ, որ բացի նրանից, որ մենք պետք է իմանանք մեր օրենքը, մեր պատմությունը, մեր հայրենիքը, մեր սրբությունն է, բայց ամենաառաջին պատվիրանը չպիտի մոռանանք, որ ասма սիրի քո Տեր Աստծուն, եւ ես կարծում եմ, որ եթե մենք ճանաչենք լույսին եւ ճշմարտությունը մեզ կազատի, իսկ ճշմարտությունը Հիսուս Քրիստոսն է, այնպես որ հավատանք, որ Տեր Աստված կբերի իր խաղաղությունը թե մեր եկեղեցու ներսում եւ կբերի խաղաղությունը նաեւ մեր երկրի սահմաններում եւ երկրի ներսում։ Եվ յուրաքանչյուրի սրտերում։ Եվ յուրաքանչյուրի սրտում, հա, այդ այնքան կարևոր է։ Այո, որտեղ մեր պապերը այդ են ընտրել։ Հիմա տեսեք դուք գնացիք Գոշին ու համոզված եմ էլի շատ սրբերի եք հայրերի եք կարդում, մեր պապերի ընտրությունը այդ է եղել ու իրանք հետամնաց ինչ որ տենց նեղված աղքատ դեմքեր չեն, դեմքեր են եղել, բայց այդ են ընտրել։ Ու ասենք Մեսրոպ Մաշտոցի նման մարդը հասկանում է ինչքան կարևոր է դա, ասում է մի հատ էլ գիր գրականություն ստեղծենք, որ ավելի հեշտ լինի մեր ժողովրդի համար։ Այ այդ է բարենորոգումը։ Իմ համար Մեսրոպի արածն է բարենորոգումը, ոչ թե այս, որ ասենք վեհապարին հանեն լուրջ եք ասում, տանել Մեղադրյալի աթոռի վրա նստածնեն։ Ինչի համար, ինչ ես անում։ Կամ եթե բարեփոխում ես ուզում, ուրիշ ձև են բարեփոխում անես, ինչ ես անում։ Չէ, բայց դու ինչ գործ ունես, ախր դու երկրի պրոբլեմ չունես, այսպես երկիրը խնդիր չունի, տենց պրոստը շատ արագ ես մի հատ անցնեմ, թե ինչով մենք մեր եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին ինչով էր տարբերվում մյուս կրոնական կազմակերպություններից մի 5-6 բանով։ Առաջինը պրոտոկոլային բաղադրիչն է, այսինքն օրինակ մեր պետական արարողակարգում նախատեսված էր, որ պետական հյուրերը որ գալիս են, պարտադիր պետք է այցելեն Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Վեհապարը մասնակցություն ուներ պետական որոշակի արարողակարգային հանեցին դա օրենքով հանեցին շատ արագ քանի տարի է այդ եղել պրոտոկոլ պետության ձևավորումից ախր մենք հիշենք որ այս պետության օրհնող է եղել Վազգեն Վեհապարը 91 թվականին անկախության հռչակագրի օրը հիշենք բայց դա էլ է պրոտոկոլ չի ի սկզբանե պետությունը եւ եկեղեցին այսինքն լիքը տեղեր միասին են եղել, լավ սենց ասած։ Այդ ժամանակվա մարդկանց մտքով չէր կարա անցնել, որ սենց այլանդակություն կարան անեն։ Ընդ որում մի մարդու նկատմամբ, որ այդքան Վազգեն Վեհապար են անում։ Հիշենք, որ Վազգեն Վեհապարը, որ Գարեգին երկրորդ Վեհապարը, Վազգեն Վեհապարի ոնց ասեմ, նվիրյալ մարդկանցից է եղել։ Իրան է առաջ տվել, չէ։ Ինչ է նշանակում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ։ Դա երկրորդ պատն է համարվում եկեղեցում, էլի։ Ամեն մարդու չէր կարող, ասում Վազգեն Վեհապարի կողմից Եվ երբ որ տենց փորձում են հակադրություն դնել, այ Վազգեն Վեհապարը ուրիշ է, դա նաև վիրավորանքա Վազգեն Վեհապարի հիշատակին, որտեղ իր հոգևոր զավակին են նեղացնում, իր երեխուն են նեղացնում, այսպես ասած։ Իր վստահված Հա, չէ, բայց նաև զավակին, ինքնա չէ, եպիսկոպոսացրել, ինքնա չէ։ Հիմա նույն ձևով ոնց որ այսօրվա տիրադավները ինչպես իրենց պահում են, իրենց հոգևոր հոր նկատմամբ են դա անում։ Եկեղեցում էս հայր զավակ հարաբերությունն է ախր։ Ինչևէ, առաջինը արարողակարգային պրոտոկոլային բան։ Ինչի եք մոռանում կրթության ոլորտը։
Դպրոցներից հանեցին եկեղեցու Հանեցին պատմություն։ եկեղեցու պատմությունը, հանեցին եւ այդտեղ դա ընդհանրապես առարկա չէր, դա օրենքով ամրագրված էր, Ինչու որ այդ որտեղ առարկայի եկեղեցու պատմության մեջ Արցախի մասին էր խոսվում, չգիտեմ, կարողա Դվինից եւ Անից խոսացվեր, բացի Աստվածաշնչից, նաեւ հայագիտություն էին խոսում եկեղեցու պատմության մեջ, անշուշտ որտեղ մեր եկեղեցական բոլոր հոգևոր դեմքերը նաեւ եղել են հայրենասերներ։ Դու չես կարող դա բաժանես իրարից։ ես իմ ընկեր Սերգեյին մի հատ ուզում եմ այստեղ ողջունեմ։ Կզանգեմ, կվերջացնեմ, կզանգեմ։ Ուրեմն չէ, այստեղ նրբություն կա։ Բանակ, Չէ, նրբություն կա, սպասի։ Okay, լավ, հա։ Եկեղեցին ուներ իրավունք ինքը մշակելու այդ ծրագիրը եւ նաեւ վերապատրաստելու ուսուցիչներին։ Դա պրոստը բան չէր, այտենց եկեք այս առարկան ասենք, չէ։ Դա նաեւ եկեղեցու ներգրավում կար այդ ծրագրին։ Այո, գիտեմ։ Դա զրոյացրեց։ Ծրագիրը ես, որ եկեղեցին է, հենց Գարեգին։ Եկեղեցին զրոյացրեցին։ Հա։ Հենց Բանակը։ արել։ Այո, գնդերեսների ինստիտուտը, որը որ Վազգեն Սարգսյանի եւ Գարեգին առաջին ամենայն հայոց կաթողիկոսի կողմից է ներդրվել։ Գնդերեսների ինստիտուտը զրկեցին մեր զինծառայողներին, մեր երեխեքին հոգեվոր սնունդից։ Եվ սնունդից եւ մարդիկ այնտեղ բան են, պատարակ էին մատուցում։ Կարող է մատուցում։ իրանց մարդկանց բերեն, ասենք էս Ստեփանին բանին տանեն։ Դե հələ տեսնենք, ժամանակը գա կհասկանանք, բայց ամեն դեպքում այս պայդրությամբ փաստն է, որ զրկել են այդ մարդկանց։ Դա երրորդ ոլորտն է, բանակի ոլորտը, հեռահաղորդակցության ոլորտը, չորրորդ ոլորտ։ Բանը շողակաթի փակումը։ հա։ Վեհապար Հայրապետին զրկել այդ ամանորյա այդ համարողակարգային հարցը, հա, այդ շատ ծանր է տարել, հա, ես այդ օրհնությունը։ Թեև մենք ոնց որ հիմա ավելի շատ ենք լսում վեհապարին, քան առաջ ենք լսում, եւ բայց դա բան չի փոխում, դա պետական ալիքով ոնց է բանանում։ Եվ հարկային եւ սեփականության իրավունքի հետ կապված այդ էլ մեր փաստորեն նվիրատված շենքեր կան, որ այսօր պետությունը հետ է ուզում։ Նենքան էլ տես չի, նախ ասում է սրանից հետո չես կարա նվեր տաս, պետքա բան անես երկարաժամկետ վարձակալություն չի, անհատույց օգտագործման տաս, բայց նաև հարկային հարցեր կան բազմաթիվ։ Տես, ստեղ մատ կարճ ուզում եմ անդրադառնալ այդ մոմի հարցին, որ այսքան մոմ են ծախում, եղբայր։ Այդ մոմը ինչի համար է, այդ մոմը դա բան չի, դա առևտրային հարաբերություն չի, դա քո ողորմությունն է եկեղեցու։ Մենք եկեղեցին ինչի հաշվին է ապրում ախր։ Դուսեք դրանից։ Բա դու գնում ես 40 դրամ մոմ ես տալի, դա այդ մոմի համար չես տալի, դու եկեղեցուն նվեր ես անում դրանով։ Իսկ դա տենց պետք է դիտել։ Որ ասեն մոմ բիզնես են անում, դա ամոթ է ուղղակի։ Հա։ Դա պետք է դիտել որպես ողորմություն եկեղեցուն։ Դու այդ լինում է չէ, այդտեղ որտեղ որ սիմվոլիկ, ասում են մեր փաստաբանների մոտ կա է, ասում են Ամերիկայում, ասում են $1 տուր, ես այսօր այս պայից քո փաստաբանն եմ, չէ, տենց տարբեր կինոներում դա երևում է, չես տեսել տես բան։ Չէ, դա չեմ լսել։ Որ իրար ընկեր են լինում, բան են լինում, այս կոմենտով ինչ որ։ Մի խոսքով տենց սիմվոլիկ։ Այդ մոմը դա սիմվոլիկ նշանակություն ունի, դու դրանով մասնակցություն ես ունենում քո եկեղեցու պայծառությանը։ Հա, բա ոնց ապրեն այդ մարդիկ։ Ոնց է անում։ Մանդակ ունի, որ կարդացի առաջի անգամ, մեկ է մանդակ ունի, sense մի ամբողջ գլուխ գրում է ժողովրդին, որ ժողովուրդ ջան, չմոռանաք ձեր հոգևորականներին պահեք, չմոռանաք հանգարց նրանց կերակրեք, բան։ Sense ամբողջ գլխին հա մանդակ ունեն, ասում եմ, լավ, ის ինչի նկատի ունի, ուզում է ասի, որ հնում փաստորեն եկեղեցու ժողովուրդն է պահել քահանաներին, որ հաց ուտեն, իր երեխեք են ունեցել, ընտանիք են ունեցել, ճիշտ է, հետո արդեն փոխվել է սովետի ժամանակ, որ հոգևորականները սկսել են իրենց ծառայության համար նվիրատվություններ ստանալ ժողովրդից։ Այո, եւ դա նվիրատվություն է։ Եվ դա նվիրատվություն է։ Ասենք մեկը այս վերջերս ինձ գրել էր, որ երկու աղջիկեքից պսակելու համար այդ չար փիս քահանան ինչ որ $1500 էր ուզել Եվրոպայում, եվրո։ Ու ինքը շատ նեղվել էր, ասում եմ լսեք, բայց դուք ձեր աղջկա հարսանիքի ժամանակ 100,000-ներ կարաք ծախսեք մենակ ծաղիկների համար, որ հաջորդ օրը թափելու եք, չէ, բայց օրհնությունը, որ այդ մարդը, հա գիտեն, որ օրհնությունը անվճար է, բայց այդ մարդը ձեզ օրհնելու է, դուք չեք գնահատում այդ օրհնությունը, որ կյանքի մեջ մի անգամ է լինում, որ այդ արարողությունը, այդ մարդը ոտքի վրա կանգնում, իր հետ կան սարկավակներ, չգիտեմ, ընտանիք ունի ու մենակ հո դու այդ գումարը որ տալիս ես հո չի անցնում քահանային, այդ գումարը գնում է եկեղեցու ամբողջ ծախսերին ու դու չգիտես քահանային դերից ինչքան մնաց։
Եկեղեցու պայծառության համար, բայց вообще զզվելի է դրա մասին խոսելը, էլի, նստենք ինչ որ հաշվենք մարդու փողերը, բայց ես ուզում եմ ասեմ ցելի հայրենակիցներ, եթե հոգևորական աշխատավարձ չի ստանում, իր հույսը դու ես, ես ու դու։ Որտեղից պետք է ստանա, ախր քո կարող է եւ դա կողմի աշխատավարձ է ձևակերպված, բայց այդ ամեն ինչը օրինակ ձևավորվում է մոմերի վաճառքից։ Այդ ամեն ինչը ձևավորվում է եկեղեցու պայծառության համար նվիրատվություններից։ Ախր սա դպրոցներ նպություն է։ բացել, եկեղեցիներ բացել, հոմենակ ասենք Հա, հարսանիքը չի, որ եկեղեցին անում է, չէ՞, կամ ասենք, չգիտեմ։ կամ թաղումը։ Ըհը։ Ես կարծում եմ եկել է ժամանակը, որ մեր ժողովուրդը մի քիչ կրթվի, մի քիչ հասկանա ընդհանրապես ինչ է հոգևոր կյանքը, հայկական եկեղեցին, առաքելական ուսմունքը, եւ ուզում եմ շատ, որ մեր ժողովուրդը գնա պատարակի եւ մտերմանա քահանաների հետ եւ իրանց հարցերը հենց անձամբ քահանային էլ տա։ Մեր ժողովուրդը ընկերություն չունի քահանայի հետ այսօր։ Շատ ցավալի է։ Օրինակ ես էլ նոր եմ սկսել, ասենք, շփվել, խոսել եմ, որ հասկանալ, իրանց կանանց հետ, երեխաների հետ եմ ծանոթանում մեր քահանաների, հրաշալի մարդիկ, Երես կանանց, հա, այդ սիրուն բառը արի ասենք։ Այո, երեցքին, ինչքան սիրուն բառա, չէ։ Ու այնքան հաճելի է, որ այն եկեղեցի, որտեղ դու պատարակի ես գնում, գիտես քահանային, ճանաչում ես երեց կնոջը եւ ունենում ես իրենց հետ, չգիտեմ, թե ես խմում կամ սուրճ ես, հա, Հիմա խմում։ դու ո՞ր եկեղեցի ես գնում։ Ես հիմա գնում Սրբոց Արաքելոց։ Գլենդելին, հա, դա Գլենդելում չի։ Չէ, ինքը Թահանգայում է, ունենք Բրբանկում, որ ամենամեծն է մեր, Ղևոնդյանցն է, եւ առաջ գնում էի Ղևոնդյանց, բայց հիմա փոխեցի գնացի բան, նույն հա, իրար ենք պատկանում, բայց ինձ ավելի հարազատ է, ինքը ավելի փոքր կոկիկ եկեղեցի է, ավելի շատ սիրում եմ մեր քահանային էլ շատ սիրում եմ Տեր Ավետիսին, երեց կնոջն էլ, ընդհանրապես ընտանիքով, մամայով, պապայով, երեխեքը, ասենք, խորում են, երգում, այնքան հրաշալի ընտանիք է, այնքան լավ, ես գտել եմ իմ ընտանիքը Քրիստոսի մեջ, sense կարամ ասեմ, եւ ուզում եմ, որ բոլորս դա ունենանք այդ հարստությունը, ոչ թե դեմ դուրս գանք մեր հոգեվորականին, այլ ընդհակառակը իրանց sense ինչ ասեմ, գրկենք, լինենք իրենց զավակները, թողնենք, որ մեզ հոգություն անեն, ու եթե նկատենք էլ ինչ-որ մի բան, որ իրանց մոտ կարող է, այն չի, մենք պիտի դուխով գնանք ու իրանց ասենք, գիտես ինչ կա, ասենք, չգիտեմ, Թշնամաբար չէ, եղբայրաբար։ Եղբայրաբար ասեմ Տեր Ավետիս ջան, օրինակ իմ դուրը չի գալիս տեղ, որ այս աղոթքը կրճատվել է պատարակի մեջ, օրինակ եմ ասում, հա դու կարաս գնաս դա ասես, բայց երբ որ դու գաղափար չունես պատարակի մասին, դու չգիտես այդ աղոթքը вообще կրճատված է թե չէ, ունդեղ ուրիշ լիքը հարցեր կարան լինեն, դու չունես այդ ընտանիք վիճակը, որ մտար եկեղեցի, արդեն բոլորին ճանաչում ես, ով որտեղ է նստում։ Եթե դու քո կյանքում դա չունես, դու հաստատ վեհապարին կդնես, կդատես, ես շատ գիտեմ, կկարես ինչ որ գործեր իրա վրա ու հավատացյալին վայել քեզ չես պահի։ Քրիստոս Արքալույցին հոգևոր անունով կասես արդեն գոյություն չունեցող կհայհոյես Facebook-ով բանին, հա, նվիրապետին աշխարհի կանոնով կասես, իհարկե, բա այդ է ամբողջ հարցը։ Լավ, չգիտեմ, բայց այդպես օրինակ դու այդ խաղաղությունը ինձ թվում է վերականգնել ես, չէ՞, այս ես իմ կյանքը 180 աստիճան փոխվել է եւ ընդհանրապես ունենալ Քրիստոսին քո կյանքում եւ Քրիստոսին ճանաչել առաքելական ուսմունքի միջոցով, դա պրիվիլեգիա է։ Դա ամերիկացին չունի դրա հնարավորությունը, հասկանում ես Ռուբեն ջան, այն որ մենք այն ամենայն առաջին դարից վերցրած Քրիստոսի ոնց որ պատգամը բերել են առաքյալները, տվել են իմ պապերին, իմ պապերն էլ բերել տվել են ինձ, մինչև այսօր մահացել են այդ մագաղատների համար, փող են ծախսել, որ ամեն մի ոչխարից, չգիտեմ, մի թերթա դուրս եկե մագաղաթի ու ասենք ին նման օտարամոլը 45-4 տարեկանում վերջապես գտավ այդ գանձը ու ես եղել եմ աղանդավոր, դրա համար իմ մոտ այնքան մեծ է այդ շնորհակալական սիրտը, որտեվ երբ որ աղանդավոր ես, ուրիշ աղանդավորը չգիտեմ, բայց դու միշտ եղել ես տաղանդավոր, այդ մեկը կարող ասել։ Thank you Ռուբեն ջան։ So երբ որ նամանավանդ բողոքական մտայնություն ես ունենում տարիներ շարունակ, ինքը շատ ծանր է բողոքական մտայնությունը, որտեղ դու ամեն ինչ բառացի ես հասկանում եւ չունես այդ հրաշալի մեկնիչներին, բայց որ գալիս ես առաքելական ու լիքը օգնություններ, քո պապերը քեզ տես նամակներ են թողել, օգնում են քեզ, որ դու հասկանաս Քրիստոսի խոսքը, ինչ ասեմ, հրաշալի է, որ մենք ունենք այդ հնարավորությունը այսօր
զրուցելու մեր Հայկ Մադոյանի հետ, Տեր Մովսեսի հետ, մեր աստվածաբանների հետ, հա, եւ հոգեվորականների հետ, ինչ ասեն, իմ ազգը այնքան օրհնված է այս հարցում։ Անեն սխալ բան ենք անում, որ այսօր դուրս ենք եկել հենց այդ մարդկանց դեմ։ Երևի սա, Ամեն։ հա, սա երևի իմ վերջին խոսքն էր, ձեզ լիքը հարցեր էի գրել, բայց կարծում եմ այս բոլոր հարցերը ձեզ տվեցի, այն ինչ որ ինձ շատ անհանգստացնում էր, մեր ժամը արդեն 40 րոպե ավել անցել է սովորաբար, չնայած դուք 10 րոպե ուշ եք եկել, չէ։ Լավ ենք, շատ չենք ուզում իհարկե մեր հետևորդներին ձանձրացնենք, շատ երկար խոսենք, թե չէ այս թեման անսահման է։ Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնեմ Ռուբեն ջան, որ համաձայնվեցիք, ձեր ժամանակը տրամադրեցիք, գիտեմ շատ, ինչքան զբաղված եք, նույնիսկ գիշերներն եք գնում եւ պաշտպանում եք թույլերին։ Աստված օրհնի ձեզ, ձեր աշխատանքի Այսօր ուժեղի է պաշտպանում։ Այսօր Այսօր պաշտպանում է Արշակ Սրբազանին, Արշակ Սրբազանին։ Դուք պետք չի ասել։ Հա, sorry, նկատի ունեմ, որ փորձում են թուլացնել մեզ։ Աստված օրհնի ձեզ, ձեր ընտանիքը, որ չգիտեմ, կաք ու արձագանքեցիք եւ շարունակում եք այս հրաշալի աշխատանքը։ Պահենք միշտ մեր ժողովրդին միաբան, այս լույսով, փորձենք միշտ Քրիստոսը միշտ sense լինի, էլի, յուրաքանչյուր խոսակցության մեջ այնքան շատ եմ ուզում, որ միշտ Աստված ներկա լինի։ Եվ ես կարծում եմ հաջողվեց մեզ այսօր ունենալ նման խոսակցություն, որ կար հայի ինքնությունը, հայի հավատքը, սերը հայրենիքի նկատմամբ եւ նաեւ հարգանքը օրենքին, որ ինչի մասին այսօր մենք փորձեցինք խոսել։ Իհարկե։ Այն օրենքին, որը ոչ իրավական օրենք է։ Շնորհակալ եմ հրավերի համար, հաջողություն։ Շնորհակալություն Ռուբեն ջան, հաջողություն։ Մերսի, կկիսվեմ անպայման։ Так, հիմա ես կանջատեմ ու դուք բան մի արեք։